Ողջույն բարեկամներ, այսօր ինքնաճանաչում ֆորմատով մենք կզրուցենք ռեժիսոր Արթուր Սահակյանի հետ։ Բարև ձեզ, պարոն Սահակյան։ Բարև ձեզ, շատ ուրախ եմ։ Ոչ ասես համառոտ ներկայացեցի, ընդհանրապես ռեժիսոր, ես ճուզեցա ձեր դափնիները։ Մենք անցնենք միանգամից դուի, չէ՞, երևի թե մասնաճյուղ։ Ես էլ եմ դա։ Արթուր ջան, քանի որ մեր հաղորդում ամեն դեպքում ինքնաճանաչման մասին է ֆորմատը։ Ուզում սկսենք շատ հեռվից։ Ես գիտեմ, որ մեզ դիտողները սպասում են այդ մանրամասներին, իմիջիայլոց ովքեր առիթ չեն ունեցել ճանաչելու եւ շփվելու Արթուր Սահակյանի հետ։ Ես հիշեցնեմ, որ հայտնի ներկայացումները Խաթաբալադա, Mea Culpa ռեժիսորը եւ այլ հայտնի ներկայացումների ռեժիսորը հենց Արթուր Սահակյանն է։ Արթուր ջան, սկսենք արմատներից։ Արմատները որտեղից եք։ Ուրեմն շատ հետաքրքիր է։ Որս կողմը Ալաշկերտ արս, մորս կողմը Երևան Թբիլիսի։ Այսինքն մի հատ հետաքրքիր բան է, զուլույթ է, որը որ կաթողիկե եկեղեցու Երևանի կինո անի հյուրանոցի կողքի կաթողիկե եկեղեցու պապիկիս Գերդաստանը եղել է տոհմական կանոնները այդ եկեղեցու եւ Թաթևոս Սարյան անունը որ պապիս Գերդաստանն է բեմական իրականում Տեր Խաչատրյանը այսպես եւ դա ինձ շատ մեծ բան տալի որ Երևանը այդուհանդերձ պատահական չի իմ սիրելի քաղաքը աշխարհում։ Հաստատ ձեր պապն էլ եղել թատերական աշխարհի ներկայացուցիչ։ Թաթևոս Սարյան, Տերն ու ծառան ֆիլմը որ կա, Տերը պապս է։ Տերն ու ծառան Արման Մանարյանը կարծեմ դիպլոմային, չէ, ներողություն։ Չեմ հիշում ում դիպլոմային աշխատանքն է, կարճամետրաժ կինո նկարել։ Նա, շատ լավ։ Ինչի որոշեցիք ռեժիսոր դառնալ, դա արդեն պարտադիր բան էր, ասենք ընտանեկան ավանդույթ էր, թե չէ, շատ տարօրինակ կհնչի, բայց թատերական ինստիտուտում չկային ֆիզիկա, քիմիա, մաթեմատիկա առարկաները, կոնսում էլ չկային, բայց ես իմ երաժշտական կրթությունը չէր երիքում կոնսերվատորիա ընդունվելու համար։ Ես պատահաբար ընտրեցի այդ բնակավարը մաթեմատիկա, ֆիզիկա, քիմիա։ Ինչի վրա եք նվագում, որ կարող եք կոնսերվատորիա գնայիք։ Ես սովորել եմ նախնական 4 դասարան դաշնամուր, հետո սոլֆեջոն այդ տարիքում շեշտում եմ ատելուց հետո վերջնականապես իմ ծնողները որոշեցին, որ առողջությունս ավելի կարևոր է, քան սոլֆեջոն։ Հասկացա։ Եվ որոշեցիք թատերական։ Դե 4 դասարան էի ավարտել, կոնսերվատորիա ոչ մի կերպ չէր հերիքում, ընդհանրապես թատերական ինստիտուտում էր, որ չկար այդ ինձ համար անհասկանալի ներողություն եմ խնդրում, դա այդ տարիքն էր։ Ես 18 տարեկան էի, 17, 16 եւ դե չեմ հասկացել այդ առարկաները, գուցե իրանք իրենց գեղեցկություն ունեն, որտեղ մարդիկ կան, որ այդ առարկաներին են նվիրում իրենց կյանքը, ամբողջ կյանքը, կարիերան նվիրում են ինչ որ բան գտնելու համար։ Ես այդ ռոմանտիկան չգտա այդ առարկաներում։ Հավանաբար դպրոցականի սովորական ծորություն էր, պատահական եկա այս բնակավար, բայց կարծում եմ, որ եթե լիներ հնարավորություն նորից մասնագիտություն ընտրելու, ես կընտրեի հենց այս մասնագիտությունը, որովհետև տարօրինակ կերպով բացահայտեցի ինձ համար այդ մասնագիտությունը եւ հասկացա, որ գուցե եւ պատահական մարդ չեմ այդ մասնագիտության մեջ։ Ես ուղղակի ձեր օրինակի վրա հիշեցի գիականչելի օրինակը։ Եթե տեղյակ եք, ինքը էլի չէր կողմնորոշում ինչ մասնագիտություն ընտրել, շատ էր նախասիրություններն իրա։ Այնպես հաստատվում որ միջև մասնագիտական կողմնորոշում կայացնելը գնում արշավի եւ հասկանում է, որ ինքը երկար քայլել չի սիրում, հոգնում է։ Անտորոք մասնագիտություններն առավել քիչ քայլում, որոշում է գնալ կոնսերվատորիա։ Բայց ինքը փայլուն երևում։ Բայց գիտես, բայց ես չեմ համարում դա պատահական։ Ես հիմա
ներկայումս 66 սս կլրանա այս տարի։ Հիմա մի քիչ մտածում ենք այդ բաների մասին, ես չեմ կարծում, որ դա պատահականություն է։ Մեզ հուշվել է ինչ-որ բան, ինչպես որ անընդհատ ինչ-որ բան մեզ հուշում է, երկինքը, միջավայրը, մեզ նշաններ է տրվում։ Ու կարծում եմ, որ հիմա ասում եմ պատահաբար, բայց գիտեմ, որ պատահականություններ չկան։ Ուղղակի պիտի լիներ այստեղ, որտեղ որ կա այդ առարկաները։ Երանի ձեզ ու գիականչելին, որ սենց շատ հստակ Աստված այդ հուշումներով վերել է իր տեղը, որովհետև ես մարդիկ գիտեմ, իմ օրինակով կարող ասեմ, Աստված միշտ հուշում է, ում նենց ամեն անդադ հիշում, միշտ տարբեր բաներ է հուշում։ Իմ նման մարդկանց համար կենտրոնանալ գործի չափազանց բարդ է։ Միակ մասնագիտությունը ոցեց պահել եմ մեջտեղում ու կողքեր անդադ պատտվել եմ, այդտեղ է երաժշտությունը, բայց անդադ կողքերը պատտվել են։ Անդադ ինչ-որ միշտեղ տարել է ինձ։ Մասնագիտություն դարձել մեզ մոտ, բայց երաժշտությունը մասնագիտություն չի, երաժշտությունը կոչում է։ Երաժշտությունը լեզու է, ինքը լեզու է, երկնքի լեզու է։ Ես երբ որ լսում եմ Բախ, ես չեմ կարծում, որ ինքը նստել է թորինել է։ Ինքը եղել է ոնց որ բան լինի, փոխանցիչ է լինի։ Երկնքից դեպի նոտայի այդ բանը, ինքտողը։ Նույնը Նարեկացի որ լսում ես, ես հետաքրքրվեցի, մենք վերջերս մի պրեմիերա ունեցանք, կոչվում է Մեղա, ըստ Մատյան ողբերգության, եւ ես հետաքրքրվեցի, ասում երկար է գրել Մատյան ողբերգության այդ հասկայական գիրքը, երկար է գրել։ Կներեք մեր րոպե։ Այս թվաց տեխնիկական խնդիր կա, կներեք, շարունակեք։ Մենք ես հետաքրքրվեցի Նարեկացին, ասացի շատ բանիմաց մարդուց, հարցրեցի, ասի երկար է գրել Մատյան ողբերգության այդ հասկայական գիրքը, գիտեք ոնց է ամեն խոսքի վրա ոնց որ մտածած լինի օրով, շաբաթով, ասեցին չէ, սուրբ հոգով այդ ամենը տրվել է։ Ինքը ընդամենը այդ ամենը փոխանցողն է եղել թղթի վրա։ Դրա համար նույն ձև կերպ ես վերաբերվում երաժշտությանը, արվեստներից ամենահզորին երևի թե, որովհետև երաժշտությունը չես մտածում, չես տրամաբանում, իրան ընդունում ես ողնուղով, կբնազներով եւ ֆանտաստիկ բան է դա։ Եվ երաժշտությունը արյուն որոշող է, օրինակ ինձ համար կախված են բանից թե մարդ ինչ է լսում, ես կարող եմ հասկանալ այդ մարդու մեջ արդյոք քրիստոնեական արյուն է լսում։ Գիտես նոր ինչ մտածեցի մինչև դու խոսում էիր, ես մտածեցի, որ ամեն դարաշրջան երևի իր համար երաժշտությունն է ունեցել, հնչել է։ Օրինակ ես պատկերացրեցի Նապոլեոնի արշավանքների շրջան, հեղափոխություն, Բեթհովենի երաժշտության հետ այդ ապստամբությունը, այդ նոր մեթոդաբանությունը, նոր հնչյունները շատ համարժեք էր։ Գալիս ենք ավելի հետո Շոպեն, նայում եմ լեհերի ապստամբությունը, ներսի իրանց այդ նկրտումները թուրքական ցարիզմի դեմ, Շոպենի երաժշտության մեջ այդ ամբողջը կա, նույնը կա Լիստի մեջ, հետո որ գալիս ենք Շոստակովիչ, ընդհանրապես արխիպելագ Գուլագան դեղա, նայում ենք, լսում ենք Կոմիտաս, հասկանում ենք, որ այդ բոլոր պալիտրաները գերչկական, ցավը, ամեն ինչ Կոմիտասի մեջ կա։ Այսօր ինչ երաժշտություն է հնչում ռեժիսորի համար, ինչ ես լսում դու։ Քաոս։ Այսօր քաոսի աշխարհում խոսքը չի վերաբերվում միայն Հայաստանին։ Հայաստանը հետևանքն է աշխարհի։ Աշխարհի ծուր հայլին է, փոճուր բայց շատ։ Քաոս պիտի հնչի։ Այսօր պիտի, չգիտեմ, ես չունեմ անալոգը երաժշտության մեջ, չգիտեմ, գուցե կա տենց երաժշտություն։ Թերևս տերտերան երևի, տերտերան երևի թե։ Տերտերանը ուղիղ կապ է մարդու եւ տիեզերքի մեջ, ես չգիտեմ, ես այդ եմ հնչում, այդ եմ լսում թե չէ, որտեվ ես դա չեմ լսում։ Ես նույնիսկ չգիտեմ ես ինչ եմ լսում։ Ես ուզում եմ կարող ռեժիսոր իմանալ։ Հա, նայ, դու երաժիշտ ես, ռեժիսոր, դրա ես չգիտեմ, ես
ամեն դեպքում այդ քաոսը իհարկե դիեզերքի հետ կա։ Մենք դիեզերքի մասնիկ ենք, ոնց կարող կապ չունենանք։ Բայց այսօր մեր մոլորակը մենք ենք տնօրինում, վաղուց այստեղ բանը չկա, Աստծո նշանը չկա, որտեղ Քրիստոս եկավ, խաչեցին մարդիկ, բռնեցին, խաչեցին, այսինքն սա հենց մեր ստեղծած մոլորակն է, քաոսի մոլորակը։ Նայ, պատկերացրեք, ասենց հարցս ձևակերպեմ։ Այսօր խնդիր ունես, ներկայացում ես դնում, հենց վերջի, ասենք, կոնկրետ 2-3 ամսվա իրադարձությունների հետ կապված, ասենք, չգիտեմ, մի սցենարիստ գրել է այս սցենարը, այն ինչ որ եղել է, դա պետք է բեմադրվի։ Դու որպես ռեժիսոր լսում ես արդեն, պատկերացնում ես դեկորները, գույները, լույսը, այդ ամեն ինչը, դերասաններին, կերպարները, հա, ինչ երաժշտություն ա տեղ հնչում։ Քաոս։ Ես քեզ մի քիչ ուրիշ պատասխան կտամ, էլի կարելի է։ Այ, անշուշտ։ Ես չեմ անի այդ ներկայացումը։ Չես անդետ ներկայացում։ Այդ ներկայացումը ես չեմ անի։ Այսօրվա վարքյանը շատ անցողիկ է։ Այսօր չի կարելի այ հենց տենց բան անում են թերթերը եւ նորությունները, լուրերը։ Ես ոչ այն բնակավարի մասնագետ եմ, ոչ մյուս։ Ես իմ խնդիրն է նույնիսկ եթե բացասական ցույց տամ։ Ես ցույց տամ շտկվելու միտումով։ Ես իրավունք չունեմ հավաքեմ 600 հոգի մարդ եւ հուսահատեսնեմ։ Իրավունք չունեմ հավաքեմ 1000 մարդ եւ հուսահատեսնեմ։ Ես պիտի բռնվելու տեղ տամ նրանց։ Դրա համար այսօրվա հետ կապված այսօրվա այս ռոպեական այս ժամյան բա ես չեմ անե, որովհետեւ այդ ամեն ինչը պատմության մեջ տեղ չունի։ Այս ամեն ինչը պետք է հենց հիմա լուծել, ավարտել եւ մոռանալ դրա մասին։ Ես քեզ մի բան պատմեմ, դու դա մասին բնականաբար չգիտես եւ ոչ մեկ չգիտի, որովհետեւ ես դա մասին չեմ խոսել երբևէ։ Քո ներկայացման պրեմիերային mea culpa, ես նույնիսկ ամիս ամսաթիվն եմ հիշում, ամիսը կարող եմ ասել 2002 թվական սեպտեմբեր 2002 թվական։ Ես դուրս եմ գալիս mea culpa ներկայացումից։ Այն ժամանակ բանը Ստանիսլավսկու դեմը, sense կանգնում էինք մեքենաները։ Ես եմ ու իմ կինը դեռ այն ժամանակ ամուսնացած չէինք, նշանված էինք, միասին դուրս են գալիս, ոչ ես եմ խոսում, ոչ ինքը։ Երկուսս էլ գոյություն չունենք, այսպես վիճակա մոտերս։ Խոսելս չի գալի, որ ասում ես ես չեմ թողում 600 հոգի այդ վիճակի մեջ, ես կզասեմ։ Sense դուրս են գալիս, երկու մեքենա կողքիցս միանգամից հետ են տալիս մեքենաները։ Գնում են դուրս են գալի, ու այդ մեկը արագ դուրս է գալի, այն մյուսի խփում է։ Ես էլ դուրս եմ գալի, մոտենա մի մեքենա են խփես, թե կողքի։ Ուրեմն բոլորը դուրս են գալի, ես եւ այդ երկու մեքենաները դուրս են գալի mea culpa-ից։ Այդ վարորդները նայեցին իրար, բավականին վնաս էր, էլի։ Նայեցին իրար, ոչ մի բան չխոսացին։ Արտո ձեռը հիմա պատմում եմ ու փշակաղվում եմ, ձեռը sense թափ տվեցին ու գնացին։ Այսինքն այդ ներկայացումից դուրս գալուց հետո այդ կդած վնասը, այդ խնդիրը այնքան երկրորդական էր թվում իրենց։ Ես եկա ասեցի, եկա նստեցի մեքենան, կինս ասեց, այդ ինչ էր եղել։ Ասեցի դե խփեցին իրար եւ ասի գնացին։ Հետո ես իրա տարա տուն, ես մեքենայից չի չա, ինքը դες վատ տրամադրությունով գնաց տուն, ես վատ տրամադրությունով եկա իմ տուն, այդ տրամադրության մեջ ու բոլոր կողմերում անհանգստացել են արդյոք մեր մեջ ինչ որ խնդրեմ առաջացել թե չէ։ Ասում դե այ բասատի ոչ մի խնդրեմ չկա, մենք mea culpa-ից ենք գալիս։ Բայց ես հիշատակեմ ֆինալը mea culpa-ի։ Հարգելի մասոնական լոժա, սինագոգ, ես ինչ։ Մենք ձեզ ոչինչ ասելու չունենք։ Այդ հողերը մերն են եւ պետք է պատկանան մեզ։ Երբ մենք ձեզ կասենք։ Հիմա երևի սինագոգը, մասոնական լոժան եւ Հռոմի պապը նստած այն օրվանից սպասում են մեզ, մենք էլ պետք է ասենք դա։ Թող սպասեն, կասենք։ Երբ որ կուզենք, այն վաղտեղ կասենք։ Մենք հիմա չենք ասում, որովհետեւ չենք ուզում, թե ասելիք չունենք։ Չէ, ասելիք չունենք հիմա։ Հիմա ասելիք չունենք։ Չէ, հիմա մենք փորձարկության մեջ ենք։ Մեզ հիմա մեր վրայով
չորը անցնում մի հատ սարսափելի ու նես չի որ այդ չորը նորա ու նես չի որ միայն մեզ վրայով է այդ չորը ամեն տեղա ներողություն իհարկե այդ բառի համար ես ձևակերպում եմ ժողովրդական լեզվով թեպետ չեմ սիրում այդ լեզվով բարձրաբանումներ ներկայացնել ամեն դեպքում այն չորին է հիմա պետք է իմանալ հետո կասենք մենք ձեզ կասենք Ես համաձայն ձեզ ասելով հալսում Ես համաձայն եմ, որ չորը մենակ մեր վրայով չի, բայց պատմությունը ցույց է տալի, որ բոլոր տեսակի էքսպերիմենտները սկզբից արվում է մեր վրա։ Դա լիներ ցեղասպանությունը, պատերազմը, տեղահանությունը ու ես կարծում եմ, այն ինչ որ հաջողությամբ փսակվում է ստեղ, նոր տարածում է այլ տեղերում։ Եվ հենց հիմա պատահական չէ, որ աշխարհի վրա միակ տեղը, որ արմատախիլ անելու բանը փորձ է գնում կանոնակարգ փոխել, ասկի ինչ որ բաներ մտցնել կրոնական ծեսերի մեջ, հա, չգիտեմ, ես մի բառով ասեմ պղծել, հա, այս հոգևոր մեր միասնությունն ու եւ այսինքն գաղափարը, որ մենք շուրջ հավաքված ենք, լավ թե վատ, հա, 1700 տարի մեր թերություններով հանդերձ, այդ աշխարհի վրա միակ տեղը, որ դա իրականացվում է, հենց հիմա էլի Հայաստանն է։ Աշխարհի տեղը միակ տեղը, որ իրականացվեց մասսայական դեպորտացիա եւ ցեղասպանություն, էլի Հայաստանն էր։ Եվ 20 թվականի բանից հետո էլի ես փորձարկումներ սկսեց էլի Հայաստանից։ Հիմա այդ չորը իհարկե սաղ տեղեր կա, բայց փորձարկումը մեր վրա է։ Եվ կախված նես մենք ոնց ենք դրանք դիմագրավում, հետո սկսում է դա կիրառվել այլտեղ։ Ոնց պրոբնիկը լինենք, էլի մենք։ Ինչ ես կարծում։ Գիտես, տարօրինակ կներ, որ ես իմանայի պատասխանը, որտեղ ես ինձ համար էլ է դա հարց։ Բայց ես հիմա ենթադրում եմ, որ փաստորեն պատահականի վրա չեմ փորձարկում են երևի թե այն եթե մեզ վրա անցավ, սենց ասեմ, մյուսներին կազդի ու կազդի։ Հիմա երևի թե մեզ ինչ որ բան նշանակում ենք, որ այս ուղղակի որպես մխիթարակ, սրան այլ բառով են ասում, ինչ որ սրտի, ինչ որ մխիթարակ, այդ չեմ ուզում բնականաբար։ Նիկոլ սրտի, Նիկոլ մխիթարանք, սենց ասենք։ Աշխատենք այդ անունը քիչ տանք, հազուտ ենք։ Չենք տալի, լավ։ Մենք կերպարն ենք արա, յանուն չենք տվել։ Գիտես ինչ կա, էլի եմ ասում, աշխարհը Աստծո արարածը չի, արարած աշխարհը չի, այսօր։ Այդ Աստծո արարած աշխարհ եկավ Աստծո որդին եւ Աստծո որդուն մարդիկ խաչեցին։ Եկավ իր միսիայով հասկանալի է բան։ Վաղուց այդ աշխարհ չի։ Փաստորեն եթե մենք համապատասխան ենք այս աշխարհին, մենք համապատասխանում ենք այլ աշխարհին, որը խաչեց Քրիստոսին։ Եթե մենք լինենք ներդաշնակ այս աշխարհի, բարձր պետք է այս ամեն ինչը կլանել, կիրառել, անգրագետ չմնալ, ոնց որ ես եմ հիմա այս զոմի դեպքում անգրագետ։ Բայց սա այն չի, ինչի համար ստեղծվել է մարդկությունը։ Մարդկությունը հետո իր տրամաբանությամբ զարգացել է, սարքել է դոլարը, սարքել է Իրան կուք։ Ու վերջ։ Իսկ որտեղ փող կա, այնտեղ Աստված չկա։ Որտեղ կա ոսկի, այնտեղ Աստված չի կարող լինել։ Եվ դրա համար այդ մեր այն որ մեզ են ուզում բանան, ուրեմն դա ինչ որ բան նշանակում է։ Ուրեմն երևի թե ինչ որ մենք փուշ ենք, էլի ինչ որ մտեղ տնկված մնացել ենք, դուրս չեն գալի։ Մեզ մեր հարցը լուծելով շատ հարցեր կլուծվի։ Հավանաբար, ես հիմա որպես փոքր ազգի, բայց ինձ համար շատ էական ազգի, ես հասկանում ես հայ եմ, ես այս ամեն ինչ ես օգնեց հասկանալ, որ ես հայ եմ, հայրենասեր եմ, սիրում եմ հայրենիքը, սիրում եմ Արցախը, սիրում եմ Արարատսարը, ու չեմ թույլ տալու ոչ մեկին այդ ամեն ինչին կպնել։ Ինչպես պիտի մտածենք, անիմաստ զոհ պետք չի գնալ։ Պետք է մտածել խելոք եւ անցանել, որ ասում եմ մենք մի հատ բան ենք արել, ժամանակին լավ բան կար, հայկական բանակի ամյակներ։ Գնդապետը հարցում ասում է, գիտես ինչ պիտի անես բանակում, ասում գիտեմ, կյանքս տամ, որ հայրենիքիս համար կյանքս տամ։ Ասում հայրենիքիս համար ոչինչ չխնայեմ եւ հայրենիքի համար կյանքս տամ։ Առաջին մասը ասում դուրս եկա։ Բայց երկրորդ մասը նենց արա որ
Թշնամի են քո հայրենիքի համար իր կյանքը տա։ Նայ Արթուր, դու ասում ես այդ բնադրությունը ես չէի անի, որովհետև այն ինչ որ անեինք այսօրվա հետ կապված, դա լինելու էր այսօրվա ոնց որ թերթերի միսիան իրականացնելը, հա։ Բայց դու այսօր բեմադրում ես կամ արդեն բեմադրել ես, կարծեմ արդեն բեմադրել ես նարեկացի։ Ինչի հենց այսօր։ Չէ՞ որ դու փաստորեն իրականացում ես այն ինչ մասի ես խոսում եմ։ Ինչու ես առաջարկում եմ, բայց քո սցենարով։ Ինչու ես նարեկացի, դա ոնց ես անում, ես չեմ պատկերացնում, էլի, կպատմես մի քիչ։ Ինչի եւ ինչպես ես դա։ Նարեկացի մատյան ողբերգության ներկայացումը կոչվում է մեղա։ Մի ներկայացում ենք խաղացել ընդամենը մեծ ցավով պիտի նշեմ, որ մի երկու շաբաթ գովազդ լինելով, աֆիշը լինելով, որևէ տոմս գնված չէր։ Դա շատ լավ չի, բայց ինչու նարեկացի։ Նարեկացին ընդհանրապես հնարավոր չի բեմադրել այդ ես չեմ պատկերացնում։ Սա պոեզիայի թատրոնի շրջանակներում ինքը ասմունք չի։ Ինքը ներկայացում է ուղղակի մենք այդ բանը ունենք թույլտվություն ունենք, որ սա պոեզիայի թատրոնի ներկայացում է։ Հիմա ինչի նարեկացի մեղա, ես ինչի եմ արժանանում այս ամենին։ Ուրեմն ես արժանի եմ դրան։ Ես մի անգամ հարցրեցի մի ինձնից երիտասարդ մարդու, ասացի, լավ, ինչի սենց։ Ասում ես ինչ ես կարծում։ Գուցե մենք հիմա արժանի ենք դրան։ Կոնկրետ դու չէ, կոնկրետ ես չէ, կամ գուցե ես։ Գուցե հավաքական էներգետիկան այստեղից բխող արժանի է հենց այս ամեն ինչի։ Այդտեղ կա բնությունը շատ գիտես ոնց է, հավասարակշռված է։ Եվ օրինակ ենթադրենք իմ ապուշությունից ինձ կարող է պատահի ինչ-որ պատողած գա։ Իմ ընդամենը հիմարությունից։ Եվ ես փաստորեն հիմարությանս պատճառով արժանի եմ այդ պատողածին։ Այ հավանաբար իսկ նարեկացին մեղա է։ Այդ խոսքը, այդ գիրքը բարձի տակ մարդիկ քնել են, բուժվել են։ Հիմա ես բուժումն եմ ուզում բերեմ։ Ես ուզում եմ այդ բուժումը լինի։ Դա հնարավոր լինի բուժումը, որտեղ իսկապես բուժումը մեզ չի խանգարի։ Բուժումը մեզ չի խանգարի վստահ եմ։ Միայն այդ պատճառով։ Եվ հետո գիտես ինչ կա։ Երբեմն տեսել պատահականության թեմային է վերադառնում, կներես երկար եմ պատասխանում, գուցե դու ինձ ասա։ Չէ, նորմալ է։ Ուրեմն հիմա եկան ինձ մոտ իմ ընկերները, ասացին նարեկացի ենք բեմադրում, նարեկացի ենք բեմադրում։ Հիմա ես ով եմ, որ ինչ իրավունք ունեմ ես մերժելու, նարեկացին է փաստորեն եկել, ասել է դու ինձ պետք ես արի։ Ես քանի գլուխ ունեմ, ով եմ ես, որ ես նարեկացուն ասեմ, չէ, գիտես, ես զբաղված եմ, ես չեմ կարող, չեմ գտնում, որ ես այստեղ ինչով կարող եմ, պիտի կարողանամ ծառայեմ։ Այս իմ տեսակետն է։ Նարեկացին եկել է, շատ լավ է, ասում է, իմ խոսքի կարիքն ունի ժողովուրդը, եւ ես քո միջոցով ուզում եմ ավելի հասանելի լինել, հիշացնել իմ մասին գոնե, հա։ Ոնց է դա իրականացնելու, ես դա չեմ պատկերացնում։ Ոնց է, ոնց որ գալիս է բանին, Լիստին է գալի, Շոպենին է գալի, Բախին է գալի, այդ ոնց է գալիս է, ինքնին է գալի։ Դա բան չի, ճշգրիտ գիտություն չի, այդ ոնց է չկա, ընդամենը փորձում ես լինես, ինչ է գրած սկզբում։ Խոսք, իխորոց սրտի, առաստի։ Ընդամենը դրան հավատարիմ եղիր, դա մի խախտի, այդ խոսքերի մեջ դի շունչդ, այդ խոսքերը սարքի քոնը, և քո հետ դահլիճը, մի ներկայացում ենք խաղացել, բայց դահլիճը, գիտես ոնց էր, այ մեր մեղայի մեջ էր։ Մեծականակ չէր հանդիսած, այսը մոտ մի 120-130 հոգի, մենք բոլորս մի մեղայի մեջ էինք։ Ես չեմ պատկերացնում ճիշտ ասած դա ոնց է հնարավոր անել, բայց դա թողենք։ Արի որ տեսնես այ քեզ բան, ոնց անը, կամ ես ինձ պիտի հրավիրես մենք գանք։
Ես ապայման գամ երբ տեսնելու։ Հիմա ինձ մի բան ասա, այն հանգամանքը, որ քիչ մարդ էր եկել, ինչ ես կարծում, դա ինչի հետ է կապված, մեղա գալու կոնտինգենտ պատրաստի քիչ է, թե ուղղակի մարդիկ ուրիշ բան են ակնկալում Արտուր Սահակյանից։ Չէ, Արտուր Սահակյանն այդպես միապաղաղ իրան չի պահել, որ ինձ ինչ-որ կոնկրետ բան ակնկալել։ Չէ, գիտես ինչ կա, ինձ համար սա ամենակարևոր ներկայացումներից մեկն էր, չգիտեմ, այսօր մեզանում գինու փառատոն, տոլմայի փառատոն, ղաոլմայի փառատոն, հորս ցավի փառատոն եւ այլն, այդ ինչ որ տես բան է, ինչ որ լարի վրա է, ես որ Հյուսիսային պողոտայով անցնում եմ, դեռ այնտեղ նստած են մարդիկ, նվագում են կլարնետ դահոլ, ոնց են գալի պարում, ես չեմ կարող հասկանալ ինչներից որ ենք պարում, ես չեմ ասում եք սա բոլորս պարանենք, չադրաները քաշենք գլխներից ու լացենք, դրա մասին չի խոսքը, ուղղակի գիտես միշտ կյանքի ձգտումը ինքը պրոբլեմից ավելի հաճելի է, պրոբլեմ տեսնելուց ավելի հաճելի եւ պրոբլեմ կրելուց եւ պրոբլեմի մեջ լինելուց ավելի հաճելի է, գուցե դա է, գուցե ինքնապաշտպանությունն է, բայց չգիտեմ էլի բան է, ախպեր գնանք միտեղ ուրախանանք էլի, ախպոր պես էլի զալը չկա, չգիտեմ, թեև իհարկե ես ավելի, ես չեմ կարծում, սա ուղղակի երևի թե ինֆորմացիայի պակաս էր, բայց ես կարծում եմ, որ ինքը իր պահանջարկը կունենա, որովհետև դա մեր ոնց որ առանց կլինի, արյան բաղադրություններ են, եթե մենք այդ արյան բաղադրությունը չենք ընդունում, էլ ով ենք մենք այդ դեպքում, հասկանում ես? Ես լրիվ համաձայն եմ։ Ես քեզ ավելին ասեմ, այս տարի մենք սկսեցինք մի ներկայացման, որը կոչվում է Բուսակալը, Սամվել Մահերյանի, ես զբաղված եմ մի այլ ներկայացման վրա աշխատանքներով, այդ շրջանում ես սովորաբար չեմ կարդում ուրիշ գրականություն, որովհետև երբեմն խանգարում է։ Ու այդ տղան բերեց, ասեց, որ այս գործն եմ գրել, ուզում եմ բեմադրվի, ասեցի ինչի մասին է։ Ասում եմ նրա մասին է, որ Հայքը պարսկական տիրապետության տակ է եւ Հայք պետությունը չկա փաստորեն։ Բայց Տրթատը գալիս է։ Գրիգոր լուսավորիչներ միանում է Տրթատին եւ երկուսով գալիս են Հայքը վերականգնում են։ Հիմա տես մենք տարին սկսեցինք մայիսին թե ապրիլին մայիսի կամ ապրիլի վերջ կամ մայիսի սկիզբ մենք ունեցանք պրեմիերա Կուսակալի եւ Փառք Աստծո համաձայնությամբ ավարտեցինք այս տարի Մեղայով Նարեկի։ Այս իմ կարծիքով այս հույսը պիտի բերեմ նպաստեմ, որ այդ հույսը բարձրանա բեմ եւ բեմից հնչի։ Այդ հույսը։ Իհարկե արվել անցածքում էլի ներկայացումներ, խոսքը դրանց մասին չի։ Խոսքը այնշտա պետք։ Իսկ որևէ, ասում են Խաթաբալադան Վանո Սիրադարյանի մասին է։ Ես այն ժամանակ իհարկե հիմա մահացել է այդ գործիչը, բայց միշտ ասում եմ, որ չկա այսօր այն մարդը, որ բարձրանա բեմ, որ արժանի լինի որևէ ներկայացման։ Ինչպես չկար առավել ևս։ Դրա համար հիմա այսօր բան անելն է, գիտես, մտքովս նույնիսկ անցա, բայց դու ես հասկացա, որ բառերը առաջի անգամ չեմ կարող լսել, ոչ թե երկրորդ անգամ։ Հասկանում ես, այդ բառերը պիտի ուժ ունենաս։ Իսկ բանը այնպեսի բան է, որ դու մի ամիս պիտի դա նույնը լսես, հետո մի ամիս բեմի վրա լսես։ Դա հնարավոր չի։ Ուռոդություն լսել հնարավոր չի ուղղակի։ Դրա համար այս ամենը շատ, գիտես, մեր համար թվում է, որտեղ մենք ամեն րոպեն ապրում ենք այս ամեն ինչի։ Բայց այս ամենը շատ անցողիկ է պատմության մեջ։ Իհարկե, մի սերունդ փչացավ այդ արագ։ Նայ, ես ասում ես Արթուր ջան, ասում ես Խաթաբալադան ասում էին Վանոյի մասին, Խաթաբալադան Վանոյի մասին չէր։ Խաթաբալադան այսօր էլ հանեք բեմ, կոնկրետ հերոսների անունները կերևա։ Բայց դրանք չեն լինելու Վազգեն Վանոն եւ այլն։ Այդ Խաթաբալադ, ուզում ես մերակուլ կանդի նույնիսկ վերականգնի, առաջինը։ Էլի ասել են ոնց որ թե այսօրվա մասին լինի։
Այսինքն դա հավաքական կերպար է դառնում փաստորեն հայ չինովնիկի, հայ գեներալի, հայ չգիտեմ, այդ քյարթու, որ ասենք խաչով օբյեկտներ է սարքում, հետո էլ կարող այդ խաչով օբյեկտը ինքը որոշի դեռ դրոշա ծածանվելու հիմնը պետք է հնչի, այս բան, այս տերտերը պետք է գա կամ պետք չգա, այս դու այն ինչ որ դու արել ես, քեզ թվում է դու հենց այդ ժամանակի համար չես արել կամ հենց այդ ժամանակի համար ես արել, բայց ինքը դառնում է ունիվերսալ բոլոր անցած գոնե 3 տասնամյակների համար է։ Սա ինչ է նշանակում, մենք ես դատապարտված ենք ես շրջապատույտի մեջ մնալ, մենք չենք ապրում էվոլյուցիա։ Այդտենց է դուրս գալի։ Փաստորեն չէ։ Դες եթե դու հանգարց հասկանում ես, ախր ոչ մի բան զորով չի եղել։ Այդ ամեն ինչը եղել է կամովի։ Այո։ Կամովի հիմա դե ախպեր ջան, այս էլ հետևանքը։ Ինչի մասին է խոսքը։ Ո՞վ է քեզ պարտադրել, ո՞վ է ձեռդ քաշել, ո՞վ է բանալել։ Ոչ ոք, դու գնացել ասել ես լավ, շատ լավ, ես քեզ հավատում եմ։ Այդ է սխալը։ Հավատալ պետք է Աստծուն։ Աստծուն է պետք է հավատալ, մարդուն չի կարելի հավատալ։ Մարդու առջև գալիս ես աշխատելու իմ մոտ վարձվում ես աշխատելու, քո աշխատավարձը նշանակում ես կա, ամեն օր ինձ զեկուցում ես սենց, ես վստահել չկա, ցավոք սրտի վստահում ես, ստացվում է որ պետք է չվստահեր։ Դրա համար, գիտես, ինչ եք բանակցում, ինչ որ պետք է բանակցում եք, հասկացար, ինչ էին բանակցում։ Մենք, ես ու դու հասկացանք, ուրիշ մարդիկ հասկացան, բոլորը հասկացան, արդյոք տես միանշանակ բոլորը հասկացան։ Էսա, մենք սենտիմենտալ ենք, ես մի քանի անգամ ասել եմ, կներես ֆորմատով առաջի անգամ ենք հանդիպում, մենք ուզում ենք սիրենք թագավորին, մեղայ Աստծո այդ բառի համար, ոչ լիքը մարդու չի սազում, ուղղակի կապ չունի այդ ամենը։ Մենք ուզում ենք սիրենք այդ մարդուն։ Խնդիրն այդ սերը երբեք հակադարձ չի լինում, երկուստեք չի լինում, համատեղ չի լինում։ Իրանք գալիս են բոլորովին այլ նպատակով, բոլորովին այլ մտայնությամբ, բոլորովին այլ գերխնդիրներով։ Այնինչ դու եկել ես աշխատես, դու ես ռեմոնտ անես ու հետո Լես գնաս։ ասեմ այդ բառերը։ Աշոտյան լինես գնաս, հասկացա։ Նայեք, այդ բանը սխալ ուղղությամբ ուղղորդված եւ այլասերված սիրո վկայության մասին ես դու խոսում, երբ որ մարդը չի հասկանում, որ բանվորին չեն սիրում, բանվորին տալիս են հանձնարարություն, ասում են, այս քո աշխատանքն է, պետք է գազ զեկուցես, հետո էլ Աշոտյան լինես գնաս, կամ ասենք չգիտեմ, Նիկոլինես գնաս, այդ այլասերված սիրո դրսևորումը։ Փաստորեն մարդը չգիտի ում պետք է սիրի, որոշել է սիրի մեկին, որի է սեփական աշխատողն է։ Այս ո՞նց է ստացվում։ Ինքը ընդունում է իրան որպես իր ներկայացուցիչ։ Ես ընդունում եմ քեզ որպես իմ օքեյ, այհենց դու ես քո մասին եմ երազում։ Այս ինչ ուրիշ տղա ես դու, այհենց դու պիտի բանես։ Ես ամբողջ պատվիրակում եմ քեզ։ Հասկանում ես, հա, դու ես չգիտեմ ոնց, իսկապես դրա մեջ անկեղծություն կա, ես չգիտեմ դա ոնց է արվում։ Դու գիտես, եթե եկել ես ասում ես որ գիտես, ով սուտ չես ասում։ Ինչի՞ պիտի սուտալ։ Սա մեջ մի հատ էս լորվա միամտություն կա այդ աշխարհի։ Բայց 30 նույն լորվա միամտության մեջ, նույն բարքերով, նույնց եմ ասում, դու այն ինչ որ դրել ես Խաթաբալադայում, այդ ժամանակ մեր համար բան էր դա։ Ճշմարտության այն որ հիմա մարդիկ բլոգեր են փնտրում որ խոսա, վերլուծաբան են փնտրում որ խոսա, 96 թվականին չկար դրանք։ Այդ ոչ մի բան գոյություն չուներ։ Կար, մեկ էլ բում Խաթաբալադան, այն ինչ որ դու ուզում ես պետք է լսեի, իրական ջետ պահում էր, այս կողմից այն կողմից լսեի, Խաթաբալադան ասեց այդ ամեն ինչը, ու դուրս է գալիս 30 տարի մենք այդ ցիկլի մեջ ենք։ Այսօր դնենք նայեք ինքը ակտուալ է։ Հայ մարդը այդքան ապուշա, թե ինչա, թե ոնց է, թե մեզ այդ վիճակի մեջ են գցում, դա մեր խարանն է, ինչն է։ Գիտես ինչ կա, Աստծուց խնդրում ենք հույս, հավատ, սեր։ Մկրտության ժամանակ դա ենք խնդրում։ Հույս, հավատ, սեր, Քրիստոս ենք առնում մեր վրա։ Եվ այդ հավատից հրաժարվելը, լավ, այս մեկը վատն էր, բայց այս մեկը տեսա, որ այս մեկը վատն է, մենք իրան չէինք սիրում։ Եկավ լավը։ Այս
հուսախաբությունը ցավոք սրտի այ բերել է նրան, որ այսօր ոչ ոք ոչ մի չի հավատում, որովհետև կարծում են նորից խաղա այս հուսախաբությունների շարքը, իսկ այն մարդիկ, ովքեր մեր վրա աշխատում են, մեզ ուսումնասիրում են, բանակ շատ լավ տեսնում են, լավ 30 անգամ էլ կար այս մարդը հավատա ու վերջ, սույնք կյանքում եւս մի 100 տարի ոչ մի բանի չի հավատա։ Այս պաշարը քանի կա։ Բայց Արտուր ջան, կներես, ես չեմ հավատում, որ կարելի է մարդուն հավերժ խաբել։ Եթե դա ինքը չի ուզում։ Հա, ճիշտ ես ասում։ Բայց գիտես ոնց է, հա, չէ, իհարկե, ուղղակի այդ մարդը դառնում է չարացած։ Ինքը հասկանում է, որ ինքը միջև հիմա խաբելու ընդամենը բանը դառը, օբյեկտը դառը, իրան անընդհատ խաբել։ Ու այդ մարդը էլ, եսի ինչ պետք է անես, որ ինքը նորից հավատը վերականգնի։ Իսկ հավատը կորցրած մարդը արդեն չորանում է, էմոցիոն ներվա, ատամից որ ներվա հանում են, այդ ատամը սկսում է փշրվել, որտեղ չի ապրում ինքը։ Այդ հավատը հանած մարդը չի ապրում։ Ես կարող եմ եմ կարծիքն եմ ասում, Վարդան ջան, սա ճշմարտություն չի բնականաբար։ Չէ, Արտուր ջան, ես հասկանում եմ, մենք պատրաստի պատասխաններ չենք փնտրում, մենք ինքներս ենք չէ, չենք տալիս, մենք ինքներս ենք այդ պատասխանները փնտրում։ Մենք նայում ենք, զարմանում ենք անընդհատ զարմանում ենք, անընդհատ ասում ենք լավ, սենց ու ռոդ, այս ասիճա, սենց ոնց կարա լինի։ Այլ լավ, հիմա ես մել եմ։ Նամուս աբուր, ամոթ, ուրա։ Մենք հիմա փաստացի մտագրող ենք անում։ Ես այս թեման ամփոփելու համար ես հենց եմ ուզում բանաձև եմ, հա։ Այն հանգամանքը, որ մեկը իր արեստավորից, իր պատշարից հիասթափված է, դա չի նշանակում, որ պետք է տունը կիսատ թողել։ Ուղղակի նշանակում է պետք է բերել արեստավորի, գործը տալ, չագուճնել ձեռը կանգնել կողքին, որ մի պատ, հա, ու ոտենս ծուռը գնում պատը, համաձայն եմ, որը սա է ցանկացած մեկի հիասթափությունը սենց կներես էդի քո մեղքն է, դա ամեն գերագույն ապուշությունն է, ում է պետք քո հիասթափությունը, երբ որ դա չի օգնում քեզ կառուցել քո երկիրը։ Այն նեղանալ, հիասթափվել, то չգիտեմ, մեզ խաբել են, լավ են արել, խաբել են, լավ չեն արել, բայց դուք եք թույլ եք տալիս։ Հիմա այս մտորումների մեջ sense գալի այս պատից խփում ենք այն պատին, այն պատից խփում ենք այն պատին, մեկ էլ շատ դուել, ես էլ հաստատ հանդիպել ենք մեր գործընկերների մեջ, այն կողքի քաշված աղբյուր ես քաղաքականության մեջ չեմ ուզում խառնվեմ, բայց ես դրանց համար մի հատ ունիվերսալ բան եմ գտել, գիտես, ունիվերսալ, ու այս վերջին մի շաբաթվա մեջ եմ գտել, ու ես արդեն ասում եմ, ես չգիտեմ, երևի դու եք փորձես թող մեզ էլ լսեն, որովհետև ես քեզ լսողները եւ ինձ լսողները դրանք մեծ մտածող մարդիկ են էլի։ Քաղաքականության մեջ պետք չի խառնվել։ Դու ուղղակի բարոյապես ապրի, բարոյական ապրի եւ ռեակցիա տու այն անբարոյականությանը, հակադարձիր այն անբարոյականությունը, որ կատարվում է քո շուրջը։ Դա քաղաքականություն չի, բայց ռեակցիա չտալը, չընդվզելը անբարոյականությանը, դա դառնում ես դու այդ անբարոյականության մասնակից։ Սրանք կարան հակադարձեն, ինչ ես կարծում։ Ոնց է բանաձևս։ Ես անընդհատ այդ եմ հարցում, ասում եմ հիմա որ Արցախը չկա, հարց չի առաջանում, չունեք հարցեր, չունեք զգացմունքներ չունեք, բան չունեք հարցեր, ոչ մեկից ոչ մի չունեք հարցեր պահանջելու, նորմալ է ամեն ինչ, հալավատ ես, չէ, այդ հարցերը արջևում են, ու ես ու այս արդյունքում Արտուր, չգիտեմ ոնց, ես գալիս եմ իմ եզրակացությունների, որ հայերով մնացել են քիչ, որովհետև իմ համար կարող այտենց չի կարող ես եմ մի քիչ չափազանցնում, բայց հայն ու բարոյականությունը դրանք սինոնիմներ են, որովհետև հայ չի կարող բարոյականությունից են կողմ, եթե ինքը բարոյականությունից են կողմ, այդ դեպքում մենք ումից ենք ինչ պահանջում։ Ոնց կարող բարոյականությունից են կողմ մարդը հայրենիք պահանջի, Արցախ պահանջի, Մասիսարին նայի ասի, ով դա փորձի ինձանից փոկել, թող նզովի իր, ասենք չգիտեմ, սերունդներով սերունդ։ Եթե այդ բանը չկա իր մեջ, մենք ինչի մասին ենք խոսում։ Արդյոք իմ մոտ չափազանցվածություն չի, ես որ ասում եմ, այն ու բարոյականությունը դրանք սինոնիմներ են եւ դրանից դուրս ինչ կա, հայ չի։ Հետևաբար իմ դարդին դարման չի կարող անի։
Եվ իմ գործընկերը եւ իմ զինակիցը չի կարա լինի ընդհանուր մեր գործի մեջ բնականաբար։ Այս շրջանում, որ մենք ապրում ենք հիմա, ես քո հետ 100% համաձայն եմ։ Հետագայում այդ ամեն ինչը պիտի դառնա ուղղակի քո կանոնը։ Այդ պիտի կանոն դառնա, դա պիտի քո ուստավը դառնա։ Դե այդ դու ես անում էլի, մի տաղա մեջ երկու ներկայացում նույն բանի մասին դրել, դու ես նույն բան անում։ Ոնց որ բանը բազմապատկության աղյուսակը քո մեջ դրած է, գիտես ոնց է 7 անգամ 6 այսքան է, այսքան 8 անգամ 4 այսքան։ Վերջ, այս դրած է քո մեջ, էլ դրանից եկող դա ճշմարտությունն է, դա բան ճշմարտ։ Էտա մեր ազգային դիկտատուրան այսօր պահանջվող եւ աշխարհում պահանջվող։ Եվ որովհետեւ մենակ մենք չենք դրանից ճկրում։ Մեզից առաջ եղավ հենց Ուկրաինան, հետո եղավ Ղազախստան, հետո Մոլդովա, հետո Վրաստան, Սաակաշվիլի, բան եւ այլն։ Մենք նայում ենք, ասես կինոյի նման նայում ենք, հատկական կինոյի նման նայում ենք։ Ու հանգարց ասում ենք, վայ, մեր մոտ ուրիշ բան է։ Այդ օրերին ես հասկացա, որ Հայաստանի հերթը եկավ, իրանք եկավ մտան Հայաստան։ Ոնց, ինչ, էդ էլ ուրիշ խոսակցություն է երևի, չէ՞։ Բայց ամեն դեպքում այդ ամեն այդ վարակը, այդ էպիդեմիան եկավ մտավ Հայաստան ու տենց ես եմ բայց դե ամեն ինչ որ սկսվում է, ինքը ավարտվում է, ես ուզում եմ չգիտեմ, ես ոչ մեկին ներելու բան չունեմ, բայց իրանք եւ ինձ նոր ամեն ինչ չի վերջանում, ոչ էլ սկսվում է ինձ նոր ինչ-որ բան, բայց իրանք իրենց այդ բանն են էլի վերջի մասին հիշել, որովհետեւ ամեն էպոխա ես անընդհատ որևէ մեկով կանցներ, որ Վանոս Սիրադեղյանը այն ժամանակ կանցներ, որ Վանոս Սիրադեղյանը կդառնա փաստակ ու կավարտի իր բանը, իր կյանքը, ներողություն իհարկե եթե ցավ եմ պատճառում, այդ չեմ ուզում անեմ, բայց պահվածքը բանը եւ այլն ու հանգարց այդ մարդը կդառնա, հանգարց կհեռանա ինքնակամ ու ել չի գա ոչ մեկի մտքով չէր անցնի այ դրա համար այդ օրինակների տող չմոռանան ու էլ այդ օրինակները կա ես մամին դաժան օրինակներ չեմ ուզում բերել Հիմա էլ բան հետո եկեք ով որ գալու է մի հատ ասես բան ասեմ հա կարելի է ուրեմն ով որ գալիս է ծառայելու չմոռանաք որ ծառայելու եք գալի դա որտեղ բաց ծառայեք մենք ձեզ ծեծելու ենք ու ծեծելը պետք է սկսվի ամիջապես մի շաբաթ հետո երբ որ մի շաբաթվա ծրագիրը կատարված չի այո երբ որ այտենց այտենց ցիկլերով ես այս ամեն ինչի հետ կապ չունեմ ուղղակի ինձ ստիպում են հիմա այս ամեն ինչի մասին մտածեմ հասկանամ ո՞ց պիտի արի ո՞ց պիտի Այդ իմ գործը չի, ես իմ գործը ընտրել եմ, ես ձեզ կանչում եմ կամ որակով, կամ ավելի պակաս որակով, ինչ-որ մի հատ ակտի։ Դա է իմ մասնագիտությունը, ես դրան չեմ թերացել, ես ձեզ չեմ խաբել, երբեք, ոչ մեկի։ Չեմ ասել, սա լավն է, դուք եկեք տեսնեք վատը։ Է դրա մասին խոսք չի եղել։ Հիմա դուք էլ ինձ համապատասխան ծառայեք։ Ու ինձ ու իմ նման ու լիքը մարդկանց, ու ոչ մերի նման։ Արտուր 30 տարվա առնվազն, հա, ես իմ տեսածն եմ ասում, ուղիղ 30, ես ասեմ 96-ից 2026 ենք արդեն ես հասնում արդեն, բնակ ես չգիտեմ, այնց առաջ տեղյակ չեմ եղել քո ռեժիսորական գործունեությունից, բայց ասենք լավ, անկախ Հայաստանի 30 տարվա մեջ դու ունեցել ես մասնակցություն ես ունեցել բոլոր փուլերում որպես ռեժիսոր։ Քո ունկնդիրը այն ժամանակ 96 թվականին, ասենք 20-30 տարեկան է, այսօր արդեն հասուն մոտավորապես գալիս է 50-60 տարեկան մարդ։ Այսօրվա 20-30 տարեկանը նման է քո 90-ական ունկնդիրներին, ինքը նույն ձևի կարիք ունի քո խոսքի, ինքը նույն ձևի ընկալում ու ասենք ինքը նույն ձևի է դուրս գալու mea culpa-ից, որ ասենք մեքենան է խփի ջարդի, հասկանա որ էսի երկրորդական է, նրա հետ այն ինչ որ մենք հիմա ապրում ենք։ Ես դատում եմ իմ 25 տարեկան չունեմ ոչ ոք, բայց դատում եմ երբարենք ուսանողներից, ուսանողներից, ովքեր որ կան։
Գիտես, ֆանտաստիկ լավ սերունդ է, ոչ մի բան չի փոխվել, ոչ արտադրողականությունն է ընկել, ոչ շնորհքն է պակասել, ոչ այն ինչ որ ես տեսա, մի կուրս եմ ունեցել եւ այդ ընթացքում շփվել եմ։ Այդ նույն պարզ ուղղակի ենթանենք ինքը մեր երկու բան օպերացիա կոմպյուտերով ավելի շատ գիտի։ Ինձնից, որտեղ ինքը ավելի տանը չէ, ավելի իր լեզուն, այն լեզուն։ Եվ շնորհալի պարկեշտ, լավ ընտանիքից, լավ դաստիարակության։ Հավատա, ես հիմա իմաստ չունես ուտ ասել, ես եղել եմ դասախոս, ու տեսել եմ այդ մարդկանց։ Ու երբ որ իրանց վերաբերվում ես որպես ճիշտ, որևէ այսքան պրոբլեմ 4 տարվա ընթացքում ես ինստիտուտ ուսանողական շրջան այն պրոֆեսորայի հիմարությունները թողնենք մի կողմ ուսանողական շրջան որևէ մի հատ ինչ-որ մի հատ անհասկանալի բան որ չի եղել այս բան այդտեղ սովորել են ենթանենք 10 կուրս ամենքում լավ 15 հոգի մարդ քիչ չի էլի ու արվեստի բու շնորհքով մարդիկ շնորհալի մարդիկ շատ ես հիմա տես այդ որ այդուհանդերձ իշխան process փչացնես, տանես, չգիտեմ, ինչ անես ես։ Դե պիտի դա փչանալ կարողան։ Իսկ ինչ որ բան կա, որ չի փչանում։ Եվ հետո առանց կպիտի պահես, եթե ես ասել եմ եթե դա հավատնա, ես հավատում եմ բոլորին ընդունում եմ, սիրում եմ, հարգում եմ, բան եմ անում, բայց իմ հավատը առ Աստված է։ Եվ միջնորդին ես հարգում եմ, բայց միջնորդը ես ամիջապես հայրմերը ունեմ, ես հայրմերը փորձեր, գիտես, ես երբեմն մտածում եմ, որ սա ամենաբարդ շրջանը չի մեր կյանքի, մենք շատ ավելի բարդ բաներ ունեցել։ Հա, ունեցել։ Ունեցել ժամանակին։ Բայց հիմա ես կարծում եմ, որ սա շատ ցավալի է, որ սա եթե մենք նրանց մասին կարդում ենք, սա մեր վրայով ամենջապես անցնում է։ Դա շատ ցավալի է մեզնից է գնում, բայց ես կարծում եմ, որ մեզ էսա բաժին ընկել, մենք պիտի համբերենք եւ սա հաղթահարենք։ Եվ սրա լուծումը տանք նաեւ այս ամեն ինչին հասնող պատիժը անպայման որովհետև իմ կարծիքով Հայաստանը ասած տեղ պատիժ չկիրառվելու պատճառով, որտեղ չեղավ պատիժ։ Վադամ Սահակյանի ասած այդ Բաղդամյանի երկու կողմերով այդ կախաղանների այս բանը չեղավ է տենց էլի։ Ես պատիժի ձևերը ձեռ մտածում եմ, ես կհրապարակեմ իմ հանդիպման մեջ մեր Ես խնդրում եմ ներկայացնեք քննարկման, ես էլ իմ պատժի ձևերն ունեմ, շատ տեխնիկալ, բայց շատ մարդասիրական, ես վստահ եմ, որ ես Վահրամ Սահակյանից ավելի մարդասեր եմ այդ առումով։ Բայց մարդը ամեն բանի մարդ չեն ասի։ Հա, ամեն բանի մարդ չեն ասի։ Մարդը կապիկից առաջացել, մարդը Աստված է ստեղծել, դա կա։ Չէ, մարդը ուղղակի առաջացել է, կապիկից էլ չի առաջացել։ Երթուղայինի վարորդը ասել առաջացել։ Երթուղայինի վարորդը ասել առաջացեք, իրանք առաջացել։ Վահրամ Սահակյան ասեցինք միտս ընկավ։ Ինքը չի գրում թե իրականում մեր այս տարվա նախավերջի պրեմիերան, մենք դրա մասին չխոսեցինք։ Կոչվում է Ֆարս մաժոր։ Վահրամ Սահակյանի եւ գրածն է եւ իր production-ն է, արդեն ինքը կոնկրետ աշխատում է որպես արտադրող եւ ինքն էլ զբաղվում է ներկայացնում Ֆարս մաժոր։ Վերնագիրը դες ինչ-որ բան է, բայց այդ բանն է, այդ մտորումներն է, որտեղից ինչը, ինչու, ինչպես, որ սենց, բայց սենց, այ սենց, ովքեր չեն գնացել, անպայման գնացեք եւ Ֆարս մաժոր, եթե հասցնես 11-ին խաղում ենք դեկտեմբերի ամսին։ Շատ լավ, մի անգամից քանի ասել եք, ասեք ուրիշ էլ ինչ ունեք դեկտեմբերի խաղալու, թող մի անգամից գան մարդիկ։ Դեկտեմբերի այլ բան չունենք խաղալու, չէ, բանը նոր տարի չունենք խաղալու,
Հիմա հանգստի շրջանակն ու հանգստի հասկանում ես, չէ, Վարդան ջան, ես ճիշտ է, մենք հիմա խոսում ենք այս կապով, բայց այս կապը մեզ ոնց խանգարեց, ոնց ամեն ինչում խանգարեց այս տեխնոլոգիան։ Ու ինքը հենց դրա համար խանգարելու համար ստեղծված է։ Հիմա փորձենք մի քիչ, բայց պիտի թողեմ, որ մենք անդոր գնանք։ Դե չէ, անընդհատ ինչ-որ տենց ես գիտես ոնց է, ինչի եմ կմկմում, որովհետև զորով եմ ասում էլ այդ բաները, որովհետև լավ ինչ ասեմ, շատ հաճախ ինտերվյու բան ասում եմ, ժողովուրդ, լավ ինչ կա ասելու, էլ ինչ կա պարզաբանելու, էլ ինչ կա ցույց տալու, ով չի տենում, ով որ չի տենում, նա չի ուզում տենալ, վերջ։ Ես թույլ եմ տալիս ինձ ստեղ միջամտել, ինչի համար, որովհետև ես ամեն օրվա ռեժիմով, չեմ ասում, ես շաբաթ առնվազն 9 հաղորդում եմ անում, երկուսը ուղիղ եթեր հարցու պատասխան, երկու ուղիղ եթեր հարցու պատասխան, 7 եթեր դրանից բացի։ Հարցերը երբ որ ստանում եմ Արտուր, ես հասկանում եմ, որ խոսալու կարիք կա։ Այլանք դու դասախոսել ես, չէ՞։ Դաս տվել ես, դու շփվում ես, չէ՞, բանի հետ։ Դու կարող ես նույն ներկայացումը խաղաս, նույն ներկայացումը 3 անգամ կան նայեն, ու 3-րդ, 4-րդ անգամ ասեն, այս մի պահը չէինք նկատել։ Բայց դու խաղացել ես նույն ներկայացումը։ Սա ինչի համար է։ Մարդիկ ընկալում են սա հոգեբանությունը ուղիղ այնքան, ինչքան ինքը պատրաստ է։ Հետո գալիս է էփոնիկը սա մարսումը, գալիս է անկալելի հաջորդ լեվելը։ Բուդդիզմի մեջ սրանք բանը սանսարայի լեվելներն են, հա, ամեն մի լեվելին ինքը իր ճշմարտությունն է բացում։ Եվ սա նորմալ է։ Որ ասում ես ինչ խոսալու բան կա։ Ինչ նոր բան պետք է ասել։ Կա ասել, եթե նույնիսկ նույն բանն ես ասում, իմիջիալս դու հենց բանը նարեկացի ես, չէ՞ բեմադրում։ Նարեկացին խոսում է նույն բանի մասին մի ամբողջ գիրք։ Ստեղից է մտնում, դերից է դուրս գալի, ստեղից է մտնում, դերից է դուրս գալի, ու չօգտագործելով երբևէ նույն բնութագիրը։ Սա խոսում է հայոց լեզվի ճկնաղ առատ լինելու մասին, չէ՞, ֆանտաստիկ։ Ինքը մեզ ապացուցել է, որ նույն բանի մասին կարելի է խոսալ եւ պետք է խոսալ որ բոլորին հասանելի եւ ընկալելի լինի ըստ մարդու պատրաստվածության, ինտելեկտուալ, հոգեբանության, հոգեբանական, անձնական կյանքի փորձառության, որը շատ կարևոր է, քաղաքական հասունության, որպես մարդ հասունության։ Արտուր ջան, ինչքան քեզ կանչեն, քիչ է, մի ալավ։ Դու պետք է խոսես, պետք է բանը կանցել է, խոսքի ժամանակը չի, այդ խնդիրը։ Դե լավ, եթե խոսքի ժամանակը չէ դեպքում, բա ինչի ժամանակն է, ինչ անենք։ Բանից անցել չգիտեմ։ Շախիդի գոտին կապենք։ Կարելի է ասել երկել արդեն։ Կարելի է ասել երկել։ Ասում որտեղ ավարտում է խոսքի են դսկսում է երաժշտությունը, կարելի է երկել։ Չէ, երկելու ժամանակն էլ է գալու։ Տես օրինակ երկելով Կոմիտասը փրկեց ու ծածումից մի ամբողջ ազգ։ Բարձրացրեց ապստամբության եւ ինքնության դրոշը։ Ինքը ինքնության ապստամբության դրոշ բարձրացրեց։ Իմիջիալոց իմ բանով գնահատականով ինքնության ապստամբության դրոշ բարձրացվեց նաեւ դեկտեմբերի 6-ին Գյումրիում։ 7-ին նախորդ օրը։ Մեր 7-ին։ Չէ, դեկտեմբերի օրը։ Չէ, շաբաթ օրը, երբ որ բոլոր հոգեբանականները մերժեցին սա էր ապստամբության օրը, ինքնության ապստամբության օրը 6-ին էր, խայտարակության օրը 7-ն էր, հաջորդ օրը, երբ որ եկավ ինքը օկուպացրեց մի հատ տարածք, իրականացրեց իր պիրծարարողակարգը ու գնաց, բայց ապստամբության դրոշը բարձրացրեց 6-ին։ Հիմա այս երկելու պահում եմ ասում, եթե ես երկող լինեի, ես կերքեի Անտունի, գուցե սա մարդկանց սրտին հասնել, հա, բայց ես չեմ կարող չափեմ տալի չի լսվում, եթե ազգեր սրճի մնացել է, սա մի հատ մասնագիտությունն է, որ ձեն չի անում, դու պետք է հասանելի լինես քո իդեաներով, հա, ոնց որ դու չես կարող առանց դերասանների պրոդուկտ տալ, ռեժիսորի իդեան, իմն էլ չի հասնում, ստմնմա խոսալու բացատրելը, ու ես կարծում եմ, հիմա դու ասա քո կարծիքը,
որ մեր ժողովրդի մի հսկայական մարդ ինքը պատրաստ է լսել եզրակացություն անել ու դրա կարիք ունի եւ մյուս տարբերակը ինքը պատրաստ չի լսել եզրակացության կարիք չունի եւ ընդհանրապես այն որ մեր համար օրակարգ է իր համար օրակարգ չի դու ո՞ր բանի կողմնակիցն ես ինչ ես դու տեսնում Ես կողմնակից եմ նրա, որ մենք երկար ենք գլխի ընկնում։ Ես կողմնակից եմ նրա, որ մենք ավելի արագ գլխի ընկնենք, հասկանանք եւ դες մի քիչ ավելի բան ենք, էլի մի քիչ այս հարցում մի քիչ ավելի չոր ենք, մյուս հարցում էլի ջանջիգեր թողնենք։ Բայց այս հարցում մի քիչ ավելի չոր լինենք։ Մի քիչ ավելի այդ ֆորաները քիչ տրամադրենք, որովհետեւ ինչ ֆորա տրամադրելու ժամանակ դա ինչ որ բան։ Բայց ուղղակի գիտես ինչ կա։ Մի հատ սենց բան կա, որ այս ամեն ինչը հմուտ պահվում է ներսում։ Ինչ որ այ շատ բաներ չի ստացվում ու չի ստացվում արհեստականորեն այդտենց ինչ-որ մի հատ տպավորություն կա մեջս վերջի մի քանի ժամանակները որ ինչ-որ այդ անհաջողությունը շատ հմուտ իրականացվում է անհաջողություն է իրականացվում այդ ինձ շատ մտահոգում է դե Ես չեմ հասկանում, ինչի պիտի ենթադրենք մի մարդ, որը եղել է նախկինում պաշտոնյա եւ հիմա պաշտոնյա չի վաղուց արդեն, ինքը ինչի պիտի ունենա բան, պահպանության ծառայություն։ Ով այդ մարդուն փորձ է ուտել, միջև հիմա չի ստացվել ու բան։ Ու միջև այսօր ունենա ենթարկի Ասեմ ինչին է պետք, եթե չլիներ պահպանության ծառայություն, այդ պահպանության ծառայության մարդիկ չէին բռնի մարդու ձեռքը եւ այդ մարդը հնարավորություն չէր ունենա թքել դիմացինի դեմքին։ Չէ, ես ավելի հին մարդկանց մասին եմ ասում։ Հիմա ես ինչի եմ հարցնում, որովհետեւ հավանաբար նա ինչ որ մի բան գիտի, որ պիտի իրագործվի, ասում է Ծախավելի վրա կգան նստած, ինչ որ զարհումներ կգան, ռատ կլինեն եւ այլն։ Հա? Այդ ի՞նչ է, ասում ինքը։ Այդ ասում է այն ինչ որ պլանավորված է եղել։ Տեղի ունեցավ, չէ՞։ Այն ինչ որ տեղի ունեցավ։ Իմ խորին համոզմամբ այդ ամեն ինչի ոնց որ դու ես ռեժիսոր Խաթաբալադայում, այս ամբողջ 30 տարվա պրոցեսների ռեժիսորն էլ տվյալ ղեկավարը Գեղարվեստական ղեկավարը գլխավոր ռեժիսոր։ Այո։ Գլխավոր այս ամբողջ օպերայի դեմադրության թե դիժորնով այդել հետո կիմանանք։ Արտորեն բանը տեղի ունենում, որ իրան չի կարելի մոտենալ եւ հարցնել, այս ի՞նչ է տեղի ունենում եւ ինքն էլ չի պատասխան, բնականաբար չի պատասխանի, բայց ինքը ծրագրի մեջ է։ Եվ իրանք ծրագրի մեջ են։ Այո։ Հասկանում ես, այս է։ Արտուր, հիշում ես բանը Խաթաբալադայի մեջ, երբ որ հերոսը, փնթին, նստած է սեղանի տակ, Նիկոլը միջև նա բան համազասպը, ինքս սեղանի տակ նստած է, հրատն ասում է, արա դուրս արի, ասում է, չէ վախենում եմ, արա ասում է, ասա ինչ ես ուզում, մի անգամից կանեմ, ասում է, տուն եմ ուզում, գլուխը մտցնում է մեջ, էլի, ասում է, տեսա մի անգամից արեց, հիմա պատկերացա, հրանտը չի, այլ որակի բարի ուժնա, ասում է Արտուր Սահակյան, ասա ինչ ես ուզում, ասա ինչ ես ուզում, որպես ռեժիսոր, տեսնելով մեզ մեր խնդիրները համատարած, որ մենք ունենք, սա մի ներկայացման մասին չի, այսօր դու մենք այս ռեժիսորի մասին էինք խոսում, չէ, համենք գեղարվեստական ղեկավարի։ Հիմա պատկերացա հնարավորություն կա դառնալ այս ամեն ինչի գեղարվեստական ղեկավար ու գլխավոր ռեժիսոր ու ասենք ես եկել եմ հրանտի տեղը, բայց արդեն կարմիր շորերով, մի խոսքով, սենց եկել ասում եմ Արտուր, ասա, ինչ ես ուզում։ Ոչ քո ուզածով այս ներկայացումը։ Հրանտի պերսոնաժին բան չունեմ ասել։ Ֆանտաստիկ պերսոնաժ է։ Չէ, հրանտը չի, ես եմ, արդեն ես ուրիշ, ես եկել եմ, ասում եմ, ես քո լավն եմ ուզում։ Ես մեր լավն եմ։ Հա, հիմա դու ես բայց ուզողը, հրանտը վատ բան չի արել։ Համազասպի ցանկություններն են դա։ Հիմա Արտուր Սահակյանն է ասում։ Տերունական աղոթքը ի՞նչ է ուզում։ Եկես արքայություն քո, եղեցին կամքը քո,
որպես երկինս եւ երկրի։ Հիմա Արտուր Այս ամենը Սահակյան ուզած առավոտը մենք ինչ ենք ուզում։ Ամեն առավոտ մենք տերունական աղոթքացնում ինչ ենք ուզում։ Եկես ցե արքայություն քո։ Արտուր ջան, շատ լավ Քո է։ արքայությունը գա։ Okay, բայց մենք ապրում ենք հասարակությունում, որտեղ կան եւ աթեիստներ եւ այլ կրոնի փոքր քանակությամբ դավանողներ եւ ընդ որում քրիստոնյաներ, որոնք ուղղակի կնքվել են քրիստոնյա բանը որպես քրիստոնյաներ են, հա? Ավելի դու որպես ռեժիսոր այդ ես ուզելու մենակ։ Հրանտի կերպարից այդ ես ուզելու, չէ՞ որ քո ուզելով Հրանտի կերպարից կախված է Հրանտի լինելու կերպարից բան չունեմ ուզելու։ լավ, ես եմ Մի անգամ ասեցին նմանացին, ասեցին սատանայը, ասում մի վիավորեք սատանային։ Սատանան Աստծո հակառակորդն է։ Նա այդ մակարդակի է։ Մի վիավորեք նրան զանազան ճիճուներին նմանացնելով։ Հիմա բանը, բայց Հրանտի պերսոնաժը այդուհանդերձ այդ կողմի բանը։ Դրա համար իսկ ես ունեմ խնդրելու Աստծուն, որ ների մեզ մենք ինչ ասեմ, մենք էլ սենց ապրեցինք, բայց սենց շեշ ապրեցինք էլի։ Սենց, այսենց, գիտես ինչ կա, չկասեցնելով, չպատժելով, այս չերի շարքը կիրս լինելով հանգի, դե լավ դեկա հասկանա մեր գա վերեխայա ոչինչ բաման, չէ, տեղը դնում ճաղում ես, պրծնում ես։ Էդ էլ կար, այդ վարյանտն էլ կար, բայց տենց մի քիչ ավելի խղճով է ձևանում, տիպը ավելի բան է, տենց նորմալ է։ Բանից պարզում պետք չի, որովհետև մենք ապրում ենք այլ մեզ արարմունքին հակառակ ենք ապրում, հակառակ արժեքների մեջ ենք ապրում, և դրա համար մեզ այս բաները, մետաբոլիզմները կատարում են, չգիտեմ, սենց զրույց ստացվեց, ես հիմա մենք տենց կիսա աբստրակտ, կիսա վիրտուալ չորվարի մեջ ենք, բայց ով չէ, հաստատ մենք արժանի էինք այսենց մի հատ պատժի, բայց պատժից հետո մենք խելքի կգանք, թե չգիտեմ, միայն երջանիկ կլինեմ, որ մենք խելքի կգանք։ Mea culpa. Ասում է պատիժ կա, ոչնչացնում է, պատիժ կա, ստափեցնում է։ Հիմա քո ասածն է, որ հուսանք այս պատիժը մեզ կստափեցնի, ոչ թե կկործանի։ Քո ասածն է դա։ Գիտես, էլի եմ ասում, ահագին բան դուրս եկավ ջրի երես, էլի շոք դուրս գար, որ թաքնված էր մտում խախում ջա, մտում բան, ասինքն լիքը բան դուրս եկավ ջրի երես, այս գոնե սրա պլյուսն է, ու ես կով եմ լավ տենց ֆիլտրացման էլի, ես շատ կողմ եմ այդ բանի և բոլորովին հաշվի չառնելով, թե ինչ քանակությամբ այդ ֆիլտրացումը տևի։ Թող գոնե մնա այն, որ զտված է, որ ստեղին նա, որ այլ չի։ Այդ օրերանդություն բաները համացել է մեջից այդ սուխտաները։ Դու հոյակապ անցում արեցիր, որովհետև հաջորդ հարցով ես դան պետք է գայի, այս ֆիլտրացմանը պետք է գայի։ Հա, տես մինչև 18 թվականը մենք համարյա կիսելու բան չունենք, ամեն ինչ այնքան պարզ էր։ Այնքան պարզ էր, հա, սև ու սպիտակ, կարմիր, կանաչ, կապույտ, հա, ամեն ինչ։ Դու գործներ անում պայքարում էիր քո իդեաների համար, ես իմ գործներ պայքարում մշակույթ փրկելու համար, ասենք, չգիտեմ, այնքան պարզ էր։ 18 թիվը դրեց այս ամեն ինչը սենց առնել տակից, սենց հայլավ դուրս ամեն ինչը, ու ես վստահ եմ, ես էլ դու էլ մեր համար շատ անակնկալներ բացահայտեցին և դրա արդյունքում ունեցանք կորուստներ։ Ես Նիկոլ Փաշինյանի և իր թիմին կներես էլի, ես որ անունը տալիս եմ, սրանց պետք է դատի տա մի օր մարդկության նկատմամբ հավատիս կորուստի համար։ Այդ հոդվածով իրանց պատճառով ես կորուստեցի հավատս մարդկության նկատմամբ։ Ինչ չափազանցում եմ իհարկե, իրանք այդքան չկան, բայց իրանք այդ նպաստեցին դրանց։ Մեծ են կորուստները, ինչ է քո եզրակացությունները այս 7 տարվա մեջ։ Գիտես ոնց,
շոկ է սա շոկ է, բան, ոնց է հայերեն շոկը, Շոկ։ բան, շոկ, նախ ազնը, իմ աչքի առաջ, ես 88-ի ազն եմ հիշում և հիմա եմ նայում ազգի, ես շատ տարբերություններ եմ գտնում, ոչ ի օգուտ այսօրվա մտայնության, դա ամենակարևորն է, երբ որ դու սպասում ես, այ հիմա սենց բան կլինում են, բանը չի լինում, դու սպասում ես, որ ակնհայտ բանը տեղի կունենա, այդ բանը տեղի չունեն ու այն կողմից քեզ ծանոթ մարդ, որին դու շատ լավ ես վերաբերվում, ինքը ինչ-որ պատճառաբանություն է բերում, դու հասկանում ես, որ ինքը օրինում է քեզ էշի տեղա դրել։ Այո։ Բանը էլի, էվոլյուցիոն փոփոխություն է, որ պիտի կարողանաս դիմանալ չխելագարված։ Չցնդես, ինֆարկտ չխփի քեզ։ Ես դրա համար չեմ նայում ոչ մի հայկական նույնիսկ այն բաները չեմ նայում, ինձ պետք չի այդ նորությունները, ինձ պետք է երբ է սկսվում ինչ-որ բան ու երբ է ավարտվում այդ ինչ-որ բան։ Վերջ, այդ ազդանշանն է պետք, ուրիշ ոչ մի նյութ պետք չի, որտեղ ես գիտեմ ինչ պիտի լինի։ Ես գիտեմ, որ սահման չունի լկտիությունը։ Եվ այդ սահմանը ամեն անգամ զարմանալը որն է, բա այդ ինչի եք զարմանում 18 թվին այդ մարդեն բանեն են բան կա, ֆուր։ Ոչ իմ բռնեց այդ տերտերին ասեց ինչ գործ ունես դպրոցում։ Առաջի օրերն էր։ Բա ինչ էիք սպասում, այդ ուղղակի ված չհաջողվեց, չստացվեց, ես ուսում եմ, որ չի ստացվել, չէ, բայց այդ դրա մեջ ես ապրում, դրա մեջ ես ապրում, առավոտը զարթնում ես ու սաղ քեզ փորձում եմ պատմել դա, իսկ դու դա գիտես, ու գիտես, որ տենց է լինելու, բայց լավ, պատմում եք հետո, ձեր առաջարկները, պատմեք ես լսեմ ու հետ ու ձեզ ձեռատալի, որ ես լսեցի իմացա դրա մասին ու վերջացան դրանով։ Հետո ինչ եք անում, ինչ է նախապատրաստվում, ոնց եք դիմակայում, ոնց եք բանում։ Եվ ընդ որում ասեմ քեզ, էմոցիոնալ չի կարելի այս ամիջը վերաբերվել, որտեղ որոշ դեպքերում հաշվարկը, իսկ հաշվարկը բնականաբար տեղական չի, այլ անգլիական եւ իսրայելական արտադրության, հաշվարկը նաև էմոցիոնալ բաների վրա է։ Օրինակ ես շատ վախենում եմ, որ հիմա ուղղակի հրահրվի բան, բախում ու մցվի պարետային ժամ ու հետո դրա տակ ամեն ինչ որ հնարավոր արվի։ Ընդ որում զոհերով, բաներով իրանց կողմից։ Ծառերի վրից հայտնի դեսպանատան աշխատողները կգան կդղկսեն։ Արտուր, այս ամենը հնարավոր է կասեցնել առանց արուն, առանց բանի, իմ կարծիքով, եթե քո ասած մարդիկ, որոնք մենք ճանաչում ենք, եւ ընդհանրապես մեր շրջապատով բոլոր մարդիկ ապրեն քո ասած կանոններով, առնվազն այն, որ մենք չգրված, լսի, Հայաստանը մի հատ լավ բան ուներ իր մեջ, մեր մոտ միշտ աշխատել է չգրված օրենքները։ Ամենալավ տարածքը աշխարհում երևի եղել Հայաստանը, ոչ չի եղել ոստիկանություն, չի եղել այն 90-ականներին, ոչ մի բան չունեինք, բայց Հայաստանում գողություն, հանցագործություններ, տների գողություն, սպանություններ չկար, որովհետև կա դες ընդհանուր կոնսենսուս կա։ Մեր մոտ որպես հասարակություն շատ լավ աշխատել է չգրված օրենքները։ Հիմա չի աշխատում։ Ես կարծում հենց որ սկսի աշխատել չգրված օրենքները, կար թաղային օրենքներ, բակի օրենքներ, ընտանիքի օրենքներ, դպրոցի օրենքներ, կոլեկտիվի օրենքներ, չգիտեմ, ամենտեղ կար օրենքներ, էլի պատասխանատվության ինստիտուտ կար բառացի մակարդակի վրա։ Հայաստանում ձեռք ցեղմել ավելի կարևոր էր, քան պայմանագիրը։ Հայաստանում ես ոչ այդքան բիզնեսներ եմ արել, ես ոչ մեկ այդ պայմանագիր չեմ ունեցել։ Սա աղել է հեռախոսային խոսակցության ձեռք ցեղմումների վրա։ Որովհետև ամեն մարդ մտածում էր, իր իմիջը ինչ որ արժեք ունի, եւ այդ ինքը չուզենա պախարակվի, գծվի, ի վերջո մեր մոտ լավ աշխատում էր հասարակական այդ ինստիտուտները, Պարսավանքի ինստիտուտը, հա, որ ասենք հանգարց թաղում մեքենա, ասեն էս վատ մարդ, հա, դա խայտարակություն էր, դա կարար տունը ծախեր, տեղը փոխեր,
Դա մարդիկ դպրոց էին փոխում, տուն էին փոխում այդ խոսակցությունների պատճառով, հա։ Ո՞նց ես դու վերաբերվում այդ ընդհանրապես այդ ինստիտուտին։ Դա կարա մեզ փրկի էս աղետներից։ Ընդու միջև քաղաքացիական։ Ահա, կարող է փրկի, բայց ավելի լավ է բանը պետությունը գաղափար ունենա, այդ էս գաղափար ունենա, գաղափար կրի պետությունը, այդ չգրվածը չէ, այդ չգրվածը չէ, ինքը չասի, որ էսա չէ, պրոստը դու էս բան արեցիր, էս անասունություն արեցիր, սրա համար սենց բան ասում, սա լինի, ես ուրիշ բան եմ ասում, հիմա ասում ես, ես քեզ ասեմ, բավականին մարդիկ այդ կոդեքսով ապրող, հիմա շատ հլու հնազանդ աշխատում են այս հակահայկականության հետ, սենց ասեմ, այդ կոդեքսի մարդիկ, то есть հարմարում են, ասել է բիզնես, ничего личного, просто բիզնես, հասկանում ես, այդ էլ է ինձ համար պաթոլոգիա էլի, որովհետև սկզբունք պիտի ունենաս կյանքում, ապրում ես ինչ-որ բանի համար, այս ունես է սկզբունքը, հավատում ես դրան, դու ճիշտ ես, քեզ ոչ ոք չի հասկանում, մի դավաճան ես սկզբունք, եղի այդ մարդը, այդ քո երազած կինոյի տղեն եղի, իսկ այսօր այդ պանյատկեքի բաները շատ տնեց լոյալ ու բան, բարյասակամ, այդ բանը կա, հիմա կոտրել են մի կոտրվի, տարօրինակ է, դրա համար այդ ավելի ճիշտ կլինի, չգրված լինի, այն գրված լինի, որ ենթարեք, նամուս բացակայության դեպքում այս մարդը զրկվում է, չգիտեմ, աշխատանքի իրավունքների ճիշտ, ես հիմա բաներ եմ ասում, բայց բաներ կա էլի չի կարա տենց լինի, դրա բացակայության դեպքում դու արդեն չափանիշ չունես, իսկ սկզբից հետ այդ բաները հանվեց մեջտեղից, որպեսզի դա չդառնա, դե փորձեց հանվել, բայց իհարկե դա չի հանվել, դրա համար ավելի ճիշտ է դա ֆիքսվի, գրվի, դպրոցում ուսումնասիրվի և մանկապարտեզում դասավանդվի, որ մարդը մեծանա տենց ինքը հասկանա, որ չի կարա խոտը լինի, ինքը չի կարա մենակ մարիխուանայով սնվի և բանանի, ինքը պետք է լինի այս բնակչությունը ունի որոշակի բաներ, այստեղ ապրել է այսպես է, այս տարածաշրջանում ապրել է այսպես է, հաջորդ տարածաշրջանում այլ կերպ է, եթե հարմար է գնացեք ընդեղացեք, կողքը թե են կողմը, թե են կողմը։ Արտուր պատկեր, վստահ եմ, որ ասենք այս տեսանյութը նայել է մի քանի տասնյակ հազար մարդ, ինչպես բոլոր հաղորդումները, և դու հնարավորություն ունես բոլոր այդ կարգի մարդկանց, որոնք շեղվել են իրենց սկզբունքներից, դավաճանել են սահուն, կամ չեն հասկանում իրանք ինչ են ասում, ինչ են անում, բայց իրանց արածը որոշակի հետևանքներ է բերելու, որոնք իրանք չեն կարող կանխարգելել, որտեղ արդեն իրանք քսել են ընթացքի մեջ, իրանց գործողություններով այդ հետևանքները։ Դու ինչ կասեիր, ինչ խորհուրդ կտայիր, ինչի կզգուշացնեիր իրանց։ Կասեիր մի բան, թե կասեիր դե գլորից ինչ ուզում եք եղեք, դուք եք ընտրել այս ճանապարհը։ Իհարկե չէ, եթե տենց լիներ, մենք չենք եմ խոսա, մենք չենք եմ դրուցի, Վարդան ջան, այդպես չի, ուղղակի ձեր մի հատ հիշեք, ոնց եք ծնվել, դուք հեշտակ ա եկել, մարմնավորվել, ձեր էությունն է առել, վերցրել, նմանվել, մի մոռացեք, որ դուք այս բանի բնակիչ չեք, էլի մի տես դավաճանեք ձեր հեքիաթների, տենց հեշտ մի դավաճանեք ձեր հեքիաթների, մի ընդունեք դավաճանությունը տենց հեշտ, դա երևույթը ամենածանր բանից մեկն է, որ աշխարհում կա, դրա համար ուզենայի, որ հաստատ սաղը ոչ ոք չի ուզեցել, որ կարև է խաղում, ոչ ոք չի ուզեցել, բանն է ռազմոնի գտնի, կազակենները, որ բռնեն տպե, հիմա այդ բանը մեջ, ռազմոնիկի բանը, ինքը ռոմանտիկ է, գուցե ինչ-որ բան է, բայց ավիրման գործի ռազմոնիկ մի դար է։ Այդ ռոմանտիկը զորոն է, զորոն չէ, զորոն է ռոմանտիկ, սրանք զորը չեն։
Չսրանց մասին չի խոսքը։ Ես նկատի ունեմ այն մարդկանց, որոնք կասկածում են ու չէ, բանը սրանց մասին չի խոսքը։ Ուղղակի բան է, ու հետո մի քիչ ավելի բան եղեք, պահանջախնդիր եղեք ձեր կյանքի նկատմամբ։ Բայց մի կերեք ամեն բան եք ուտա։ Ես չգիտեմ, շատ դժվար է այդպես բան տալ, ես ուղղակի կարծում եմ, որ ինձնից ես ամենախելոք մարդը չեմ հաստատել, հաստատ լիքը մարդ նույնպես մտածում է։ Դրա համար ինչ ասեմ, Լավ, ես վիճակը լավ է, եթե լավ է, ներողություն եմ խնդրում, ես չեմ կարծում, որ լավ է։ գիտես, ես իհարկե իմ բարերով կասեի են ինչ որ ես իրենց ուզում եմ, ես հաճախակի անդրադառնում եմ, բայց բերեմ պատմությունից օրինակը։ Երբ որ 20-րդ դարաշրջանին մասնավորապես Նյու Յորքը, որ ամենաբազմազգ եւ բազմամարդ քաղաքն է, ամենազարգացած, ամենահալուստ եւ այլն, մաֆիոս կլանները մի պահ հասկացան, որ արդեն իրենք երեխեք ունեն, ընտանիքներ ունեն, իրենց երեխեքը թորներ ունեն արդեն, չէ՞ մեծանում է ընտանիքը, էլ իրանք իրանցով չեն, էլի ոստեղ խփեն ընդ փախկվեն, հա, ու մեկ էլ իմանում են, որ իրանց ասենք թորը նարկոտիկից մահացավ, ասենք թորը խփեցին ընդ սպանեցին, հա, որովհետեւ ասենք ու հասկացան, որ իրանք ստեղծել են մի հատ համակարգ, որ համակարգը հասել է իրանց դռները, իրանց երեխեքն են նարկոտիկից մահանում, պրոստիտուցիայի մեջ են, մի խոսքով, հասկանում իրանք վայելում են, այն ինչ որ իրանք ստեղծել են եւ դրեցին որոշակի կանոններ, սկսեցին դրանց փոխարեն գրադարաններ սարքել, համերգասրաններ սարքել, այսինքն կրթել մի համակարգ, մի հասարակարգ, որտեղ իրանց երեխեք ապահով կապրեն։ Վտանգ չի լինի, գիշերը չեն մտածի քայլեն թե չքայլեն, հա։ Դա իհարկե որպեսի գային այդ ամեն ինչին հասնեն, իրանք պետքա կրեին անսահման կորուստներ, հա, եւ դե տարիներ պետք է անցներ։ Մի խոսքով շատ արուն պետքա թափվեր եւ եւ իրանք եկան այդ եզրակացության։ Եվ ես պետք է ասեմ, որ Նյու Յորքում ինչ որ կա սարքված, եւ համերգասրահ, եւ թատրոն, եւ թանգարան, եւ գրադարան, այդ բոլորը սարքվել է այդ փողերով։ Այդ մարդկանց փողերով է սարքվել, ոչ թե պետության։ Սրանք եկան կանգնեցին մի փաստի առաջ, որ ավելի լավ է ունենալ կոնսենսուս կրթված միջավայր, որտեղ իրանց թողած երեխեքը ապահով կապրեն իրանց այդ փողերով։ Հա, քան սարքել ջունգլի, որտեղ ողում հասնում ուտում է։ Ես ասում ուտում եմ, ասում եմ համել ուտում է, էլի, եւ ոչ միայն ուտում է, հա, որ իրանք չգիտեն, ասենք իրաց թողած ժառանգների հետ բաղ ինչ է լինելու։ Եվ ես այդ կղզին, որ ես ապրում եմ, իմ ջալոց էսի հենց իտալացիների մաֆիոզների կղզին է եղել, ես թե կանոն է եղել։ Միջև մայլ կա, իտալացիներն են ապրում այդ մասամբ ստեղ, որ իրենց տարածքում ոչ մեկ բիզնես չի արել։ Ոչ մի հարցեր չի լուծվել։ Իմ ջալոց այդ տունն էլ որը նկարվել է այդ բանը, կրյոսնի ածվեց կնքայելը։ Հենց այս կղզու վրա է։ Իրանք ստեղ են ապրել ու ստեղի օրենքները շատ զուսպ է, ոչ մեկ բիզնես չի արել, ոչ, ասկի մի հատ միջավայր են ստեղծել, որ ընտանիքները ապահով լինեն։ Ու սա կոչվում է մատ բան կա, ռուս գրող կա, լավ գիրք ունի գրած անունը Ալեքսեյ Սիտնիկով, հա, կոչվում է կարմալոջիկ։ Երբ որ տալիս է բոլոր ազգերի մեջ գրանցված կանոնները, բերում է իմի 54 կոնսենսիայից կանոնները իմի է բերում եւ նմանացնում է դա երթևեկության կանոնների, որ մարդիկ հաշտու համենաշ խապրեն եւ ապահով եւ բարգավաճ են, ոչ թե կործանվեն, ընդհանրապես նմանացնում է երթևեկության կանոնների հետ, որպեսզի քեզ չգան կողքից ծխեն, կարմիր լույսի տակով մի անցի ուղղակի։ Հա, որպեսզի դու հասնես տեղ, հետևին երթևեկության կանոններին։ Այո, կարող է դու կռուտո ես, կարող է գայիշնիկը քեզ չի անցնում, կարաս կարմիր լույսի տակով անցնես, բայց ամեն անգամ չի որ դու ապահով կանցնես, էլի։ Քոնո մեկներ կգա կողքիցդ կավելի կգնա, ինչ-որ ամեն օր տեսնում ենք Հայաստանի փողոցներում։ Ամեն ասոր, հա։ Դանանից է մարդիկ ուղակի մտածում են, որ իրանք կարան թքած ունենան կարմալոջիկի կառուցվածքի վրա, ասենք երկրի հարաբերությունների կառուցվածքի վրա։ Այն որ Աստված է ստեղծել, սահմանել է բոլորիս համար։ Ասախտություն։ Մենք 1000 տարուց ավել պետություն չենք ունեցել։ Մեր մեջից պետության պետականություն ենթարկվելու գենը իմ կարծիքով։ Հա, սովորությունը։ Հազար տարի Կիլիկյանի հայրենիք։
Բուն։ Այսօր, ավ, sorry, Բայց բանի, ա, ինչ վերաբերում է երեխաներին իրանց բանին, այսօր դրա ձևը ուրիշ է, նրանք երեխա չեն ունենում, նրանք երեխա չունեն, նրանք բան են անում կամ նրանք տղամարդու հետ ապրում, կինկնոջ հետ ապրում, նրանք երեխա ուղղակի այդ հարցի լուծումը գտել են, երեխա չունեն, ոչ բանի համար առաջ պատասխանատու սիստեման պարտադրում է նրանց բան լինել, տոլերանտ լինել, չունենալ, դու մտնայի քանի հոգի երեխա չունեն, Յավնա, քոքները կգտել, քոքները կգտել ավելի լավ, ասում ավելի լավ, քոքները կգտել, այդ իհարկե, հա, բայց բանը, չէ, ուզում ասեմ, ոնց է լուծվում այս հարցերը, ուղղակի ես չունեմ, ես ոչ մի անհանգստացում չունեմ, ես ոչ չի անհանգստացվում, հասկանում ես, բայց խոսքը այլ բան է մարդկային, ինչ-որ բաների արժեքների մասին այս, իրանք խնդիր են կատարում ռոպեական, որ սենց պատերազմը, դիտես Եվրոպան ասում է մի համաձայնեք խաղաղության է, խնդրեմ, այդ էլ պատասխանը նորեր բաների, այլ լավ սերվում, դրա համար եմ ասում, եկես է արքայություն քո, սա է խնդիրը, այս հաստատվի, այն երկիրը, որը դու ստեղծեցիր, այն քո արքայությամբ, ստեղ էսա, ստեղ շատ կոնկրետ Բագրատ Սրբազանը այս ամեն ինչը ցույց է տալի պայքար չարի դեմ, համընդհանուր չարի դեմ, չարիքի դեմ։ Դրա համար շատ իր այդ ձևակերպումը էս կռվի։ Ստեղ այդ բաները չեն, ճիճուները չեն։ Նրանց մասին չի խոսքը։ Իրանց ուղարկողները, նրանց գաղափարները, նրանց ուղարկողները եւ այլն, այդ համակարգն է, որը փլում է աստվածայինը։ Հավանաբար մենք էլ չենք թիրախով, որտեղ երևի թե ինչ-որ մեծ չրտիկ մնացել է այդ ամենը։ մենք քանի որ եկանք էլ Ենթադրում եմ, հա, մենք քանի որ արդեն երկրորդ անգամ է գալիս ենք նույն տեղը, ես էլ եմ եկել են եզրակացության, որ մեզ այսքան չէին համոզի, եթե մեր համոզվելու կարիքը չլիներ, այսինքն կանային արհամար էին, բայց հետևողականորեն մեզ համոզում են, որ մենք չդիմադրենք, սա արդյոք նշանակում է, որ մենք ունենք դիմադրողականության ռեսուրս եւ կարող ենք հանկարծ թույլ չտալ այն ինչ որ իրանք ուզում են անել, հակառակ դեպքում մեր հետևից ընկնելը որն է։ հավատա, Մասնա այս որն է։ ծրագիրը որտեղ դες ասում են չէ 44 օրյա պատերազմ պիտի տևեր, հաջողվել։ Նշանակում 44 օրյա պատերազմը, ինչքան հիշում եմ, ենթադրվում է, որ պիտի անցնի երկու շաբաթում պիտի վերջանա, չէ։ Ինքը տևեց 40։ Հիմա նայ այս ծրագիրը, որ եկել են 18 թվից եկել է, այս ծրագիրը հավանաբար պիտի վերջանար, ենթադրենք 21 թվին, 3 տարում պիտի վերջանար։ Այսօր 26 թիվն է դարել արդեն մի քանի օրից։ Վստահ եմ, շատ ավելի մալնիենոսնի օպերացիաների բլիցկրիգի էլի տրամաբանություն կար այս ամեն ինչի մեջ։ Ու տեղի չուն, հենց օրինակ եկեղեցու հետ, այդ առաջին նոր պատարակ, նոր հայրապետ, նոր բան, նոր այդ հակավ ինչ որ բանի, ու հոպ, ձեռնարկատարվեց մինչև այսօր, մինչև պարտադրանքը արդեն պնդվեց եսի մոտ։ Եթե հիշում ես, այդ տարի նոյեմբերին խոսում է, որ Երևանում գեյ պարադ պետք է լինի։ Հիշում ես։ Դե դա արժևում է։ Այսինքն, բայց ամեն դեպքում այդ նոյեմբերին չեղավ։ Ինչ որ բան դա հետաձգեց։ Բայց իհարկե, եկել մեծ դրա հույսով, դրա փոխարեն Խալիլով ասի։ Գեյ պարադ կարող է լինի Հայաստանում են պարագայում, երբ որ մեր կաթողիկոսներ լինի գեյ, այն ինչ որ փորձում են հիմա նշանակել։ Իդեմս Կալիֆոռնիայի բանին, համայնքի ղեկավարին։ Բայց ես միշտ ասել եմ, մենք տոլերանտ ենք, բայց բանը հոգու խոսքում մենք մնում ենք հայ, էլի, կներեք, ասում եմ, մարդուն կարելի է հանել երրորդ մասից, բայց երրորդ մասը մարդու մեջից հնարավոր չի անել, էլի։ Մենք կարող ենք տոլերանտ խաղալ,
Բայց մեր կաթողիկոսը չի կարող լինի գեյ, մեր մոտ էլ գեյ բառը չի կարող լինել։ Մենք շատ հին ենք էլի դրա համար։ Իրոք շատ հին ենք էլի, մեր հետ չի կարող լինի էլի։ Ինչ կարծիք ես։ Դե բայց էլի հայերը չեն դրա ջատագով, հայ կոչվածները չեն դրա Չէ, ջատագով։ չէ։ Իմ կարծիքով Դրան օքեյ ասողը։ Այն որ բերում եմ մտցնի հայ չի, այդ հիմա սա կառավարությունը փորձելու է դրի դա մտցնի դա հայ չի։ Հայ չի ազգանունը։ Յանա չէ ինքը։ Դա, եթե մենք գալիս ենք այն համաձայնության, որ հայը դա ասոցացվում է ու սինոնիմ է բարոյականության հետ, դրանք հայ չեն։ Դրանք ուղղակի հայկական ազգանուն են։ Հիմա այդ գալիս ենք էլի այդ բանը էլի այդ հազար տարի պետություն ունենալու, ինչ որ գետ կորցնելու, այդ դրան են գալի նորից։ Այս մենք մեր խնդրեմը սա է, մենք շատ հեշտ վաճառում ենք, շատ հեշտ ենք վաճառում, մենք շատ էժան կարող ենք գնել։ Եվ դա իմանում են, գիտեն նաև մեր թշնամիները, գնում են շատ էժանով գնում են։ Հետո ուրիշ բան է, որ մեզ ասում են, ինչքան կարող փող սարքեք, մենք դեռ սարքերը առնցում ենք։ Էժան այդ բանը սիրում ենք փողը։ Լավ չէ։ Դե, այստեղ համապատասխան հակարդարձվելու համար Արտուր ջան, կասեմ հрьяաներն էլ են սիրում փող, մեզանից շատ։ Հрьяաները ինձ հետաքրքիր չէ։ Ինձ հետաքրքիր է հայը։ Լավ, հասկացա։ Լավ, կուզեի բանաձև լսեի, ըստ Արտուր, հիշում ես Խաթաբալադայի մեջ, Այբենարան ըստ Համազասպի։ Հիմա փոստության բանաձև ըստ Արտուր Սահակյանի ունենք, բացի Եղիցի աղկայի կոնցեպտ։ Չէ, մենք ունենք այս կողասած պատվի, արժանապատվության կոդեքսը ունենալու և այդ կոդեքսին ծառայելու ըստ մեր նրա ինչ որ մենք ենք մինչև այսօր, այդ ձևակերպ չգիտեմ, հավատա, ինձ թվում է, ասում եմ, բանը, չապալախ, это բանը, передача знаний из поколения в поколение։ Հիմա այդ դրա խնդիրը կա, անպայման, որտեղ այս 30 տարվա մեջ անպատժելիությունը բերեց նրա, որ մենք հասանք այսօր։ Եվ դրա համար հիմա այդ պատիժը պիտի բաղանվի, բացատրվի ինչի համար է պատիժը։ Ազգ ուրացության, աստված ուրացության, այս ինչի, այս թվարկվի և դա բնականաբար բացառություն կդառնա։ Դրանք չի կարելի, մնացածը կարելի է։ Այս է երևի կոդեքսը, ինչ որ չի կարելի։ Չի կարելի ուրանալ, չի կարելի չսիրել, չի կարելի, այս ավելի ճիշտ է ձևակերպել չի կարելի լինելը, բայց ես պատրաստ չեմ, բայց ես մտածեմ կգրեմ կողարկել։ Լավ, ես ձեզ ցիտեմ, միակոլպայի մեջ ասում է, արա, ամեն ձեռդ ընկած բանդ բերնդ մի տար։ Եթե կարելի է տենց, ես կպատասխան է տենց։ Ես ավելի կիրտ պիտի պատասխան։ Դա դասականն է, ասետի ես չեմ, ես ձեզ եմ ցիտում, ունենց ոչ։ Հետ էլ կա։ Իհարկե։ Չգիտեմ, Վարդան ջան, գիտես, ու ինձ թվում է դա քո մասնակցությամբ էլ պիտի արվի, ու յուրաքանչյուրիս մասնակցությամբ, ով որ ասեց, այմ ասեց, նու շիվարի մեջ է, էլի, որտեղ բայց ակնհայտ բանը ոնց, ու քո մասնակցությամբ, մյուսների մասնակցությամբ, ովքեր որ հիմա ներկա չեն, այն դրա պատճառով էր աստեղնել, որտեղ դու ներկա չես տեղ, կներես, հանգած որպես բան չընդունես, որտեղ մենք ընդունեցինք է, որ կարող են գնանք, տուրիզմը ֆանտաստիկ բան է, բայց մենք պիտի լինենք այստեղ հատկապես այն մարդիկ, ովքեր որ դրա մասին մտածում են, մենք պիտի վստահ եղիր Արտուր ջան, իմ տեղ լինելու մասին վստահ եմ այսօր ամենաշատ երազում է ոչ թե հասարակաքաղաքացին, այլ Փաշինյան Նիկոլը, որովհետև վերս քրեական գործ կա հատորներով իմ տեղ լինելու պարագային
Հա, ես Չէ, կզրկվեմ այս ես դրա համար հորությունից։ Հա, մեկ է հաճույքի իրանց չենք պատճառի, բայց դատը լինելու է։ Ուղղակի մեղաձողի եւ մեղաջալի տեղերը պետք է ճշտել, էլի։ Ես էլ լինելու եմ մեղաձող, իրանք լինելու են մեղադիալներ։ Անեցու դատն անպայման կայանալու է։ Ցանկացած եղանակի։ ես իմ մասնագիտությունները գիտեմ այդ ժամանակ, ուղղակի դուր չասեմ հիմա, եթե դու առանց կասես։ Կարանք դատը բեմադրենք։ Բեմադրել։ Բեմադրածա։ Հա, Իմ ջանս, ասում են բանն ասելով է լինում, սանով ավարտենք, էլի, արդեն մի ժամ 35 րոպե խոսում ենք մոտավորապես։ Ասում են բանն ասելով է լինում։ Իսկ ինչ կարծեիր, եթե բեմադրենք այսօրվանից իրանց դատը։ Անուն ազգանունները փոխած, բայց դնենք մի հատ Վահրամ Սահակյանին տուր միտքը, այսօր դատը բեմադրեինք նախորդ կանխատեսելով այն ինչ որ լինելու է։ Խնդիրը անձի մեջ չի հավատա։ Ինչի ասած Համակարգի դա մի հոգի չի։ Դա մի հոգի չի, դա մոտավորապես մի լավ։ Տես բան անել մի 5000 հոգի է։ Հա, Այ որտեղ է 5000 հոգի։ Այս է խնդիրը։ Եթե դա մի հոգի լիներ, մի հոգի լավ ընտրված է որպես բան, որպես ամենա գլխավոր նևրաստենիկ եւ այլն, բայց որ դուց այդ 5000 հոգի, որ ընտանիքից, որ ընտանիքն է վատ դասերակե, ինչի է վատ դասերակե։ Այս Հայաստանի ընտանիքներն են, չէ, այդ որտեղից դա։ Խնդիրը դա է։ Թե չէ, այսօրվա անձերի մեջ ոչ մի բան չկա, շարժան բան չկա։ Ոչ մի որևէ մեկը սա բացարձակ հասկանում ես, հիմա նույնիսկ որ ասես ոչ մի ամենաբառը չես կարող ասել օգտագործես։ Իրանք ամենասովորական այդ են, այն որ կան։ Հասկանում ես, բայց դա որտեղից, ինչի, ինչ է ես դեռ արել, օրինակ ես դες ինչ է արել կամ դու իրանց ինչ է արել, որ այսպես վերաբերմունք մեզ ու մեր հայրենիքի նկատմամբ։ Դրա համար խնդիրը բանը չի, մենք պետք է հասկանանք դա որտեղից է մեր մեջի թուրքը բարես գեղեցիկ իմաստով, որտեղից է առաջանում։ թուրքի գեղեցիկը լինում։ Ամենագեղեցիկ թուրքը ինչքան կարող է գեղեցիկ լինի, այո ամենագեղեցիկ իմաստով, էլի։ Նա դեսնցա ին եւ յանի օրենքը կա, հա, եթե կա մարդ անպայման պետք է լինի հակամարդ։ Հիմա այնց ասացրել, որ բալանսը խախտվել է, մեր գործը այդ բալանսը վերականգնելն է։ Այդ ին յանի եւ յանի բալանսը վերականգնելն է։ Հույսով եմ մենք ունակ կլինենք դրանում կամ կվերանանք։ Դե կամ ենք, ուրիշ ճանապարհ չկա։ Կամ դեսը կամ դենեն։ Հա, բայց ես հենց եմ ասում, կամ կվերականգնենք, կամ մենք կվերականգնենք։ Հա։ Հաղթանակ։ Հա, մենը բացառապես։ Զարոզինու։ Շնորհակալ եմ Արթուր ջան։ Ավելացնելու Ծառայում եմ հայրենիքից։ Իմ հայրենիքից, իմ հայրենիքից։ Բոլորս ենք ծառայում։ Ուզում եմ համեներպես դրան հավատալ։ Եղա, շնորհակալություն Արթուր ջան։ Լավ մնա։ Ես եմ շնորհակալ, շատ ուրախ եմ, Վարդան ջան, շնորհակալ։ Հաջողություն։ Пока.